գոյություն ունի որոշակի թուրք-ռուսական համաձայնություն եւ որոշակի կարմիր գիծ, որը մինչեւ հիմա չի խախտվել։ Կամ պետք է ապրենք որպես թուրք-ադրբեջանական վասալ, կամ պետք է ապրենք Ռուսաստանի ստվերի տակ։ Գլուխը մտցնում է, որ իմաստ չունի դիմադրությունը, միևնույնն է հանձնած է, ամեն ինչ հանձնած ասում։ Ոտը ոտին գցած դիվանին նստի եւ ես Արարատ Միրզոյանը եւ Ռուբեն Ռուբինյանը քո անվտանգության հարցերը կլուծենք։ Բայց արդյոք պատերազմը վերջացել է։ 11000 դասալիքներ, Ժամկետային զինծառայողները առաջինը պետք է անպայման վարձատրվեն։ Դու թշնամուն կանգնեցնում ես առանց կրակելու։ Դիտի հետեւալն է, որն է խաղաղության ֆորմուլա։ Քո հակառակորդը, քո թշնամին ինչ որ քեզնից ուզում է տալ, դառնալ նրա միջանցքը, դառնալ նրա ոտատակը։ Մեզ չի որ մենք էլ ենք մենակ։ Մենք մենակ չենք։ Հավետիք ջան, մեր ժողովրդին դրել են այն վիճակի մեջ, որ հաճախ ասում են ժողովուրդ կամ պետքա դու ընտրես դառը անճարության կամ քաղցր ստի միջև։ Երկու պարագայում էլ վատ ընտրության են տանում։ Կամ պետք է ընդունես, որ դու անզոր ես, անճար ես ու պետքա համակերպվես այդ մտքին, կամ մենք քեզ ինչ որ մի հատ քաղցր սուտ պետք է ասենք։ Պետք է ասենք, որ դու օրինակ ոտդ ոտին գցած դիվանին նստի եւ ես Արարատ Միրզոյանը եւ Ռուբեն Ռուբինյանը քո անվտանգության հարցերը կլուծենք, քո խաղաղության հետ կապված բոլոր խնդիրները կլուծենք եւ դու հանգիստ կապրես առանց ոչ մի բան անելու, առանց որևէ ջանք գործադրելու։ Մենք գիտենք, որ սա ոչ մի տեղ տանող կամ դեպի ուղիղ կործանում տանող, դեպի աղետ տանող ճանապարհ է։ Եվ մենք գիտենք, որ դեպի երջանկություն, բարեկեցություն, խաղաղություն, անվտանգություն տանող ճանապարհները դժվար են։ Ինչպես որ ասում են, հիմարի հետ փլավուտելու մի գնա, խելոքի հետ Քարքաշ գնա քարքաշի, այո։ Հիմա այսօր մենք խոսենք ամենակարևոր հարցի մասին, անվտանգության հարցի մասին, թե ինչպես հասնենք խաղաղության։ Փորձենք տալ դեղահաբը, որը թեկուզ կարող է դառը լինել, մենք կխոսենք դժվարության մասին, այդ ճանապարհը դժվար է, բայց մենք գիտենք, որ վերջում իսկապես մենք հասնելու ենք հուսալի, կայուն, պաշտպանված խաղաղության եւ ունենալու ենք իսկապես անվտանգություն։ Սիրելի հայրենակից, միացիր մեզ քննարկելու համապարփակ անվտանգության հայեցակարգը, որը հայաքվե ազգային քաղաքացիական միավորման կարևորագույն դրույթներից մեկն է ծրագրային, ինչպես ապահովել խաղաղություն, ինչպես ունենալ երաշխավորված անվտանգություն։ Այս հայեցակարգը, այս մեխանիզմը բացահայտելու բացատրելու գործում այսօր մեզ կօգնի հայաքվե ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը։ Ավետիքը ինչու է հայաքվեի համակարգողը, բազմաթիվ պատճառներով, բայց պատճառներից ես 3-ը առանձնացնեմ, այսպես ներկայացնեմ Ավետիքին, որովհետև բոլոր իմ գործընկերներին հայաքվե ես ներկայացնում եմ մեր զրույցի շրջանակներում։ Առաջինը, որ Ավետիքը կարողանում է համակարգեր ստեղծել։ Երկրորդը անում է այնպես, որ այդ համակարգերը չլինեն անձի վրա հիմնված անձնակենտրոն համակարգեր, որպեսզի իրենք շարունակական լինեն եւ շարունակ գոյություն ունենան եւ զարգանան։ Եվ երրորդ կարևոր պատճառը, որ կարևորագույն ոլորտների, չասեմ բոլորի, բայց մի զգալի մասի մեջ մասնագիտորեն թրծված է, թաթախված է իր վերջին 3 տասնամյակների աշխատանքների բերումով, այսինքն կլինի դա արդյունաբերություն, մասնավորապես ռազմական արդյունաբերություն, գյուղատնտեսություն, կրթություն, տեխնոլոգիաներ եւ այլն, եւ հենց անվտանգության թեմատիկան նրա մասնագիտական հետաքրքրության շրջանակներում է եւ նա այդ թեմային երկար բավական ժամանակ է տրամադրել ուսումնասիրելու այդ ամեն։ Ողջույն Ավետիք ջան։ Ողջույն Մեննա ջան, շնորհակալ եմ հրավերի համար։ Արի անդրադառնանք հետեւյալ հարցին, թե այսօր իսկապես մեզ ինչ են առաջարկում։ Մեզ առաջարկում են հետեւյալ բանաձևը, որ անվտանգության միջոցը խաղաղությունն է։ Մոտավորապես նույնպես ոնց որ ասենք, եթե ուզում ես երջանիկ լինել, ծիծաղիր։ Մենք հասկանում ենք, չէ՞, որ երջանիկ լինելու համար խորքային պատճառներ են պետք։ Օրինակ ընտանիքում երջանիկ լինելու համար պետք է որ ընտանիքի անդամները ընդհանրենք առողջ լինեն, ինչ որ լուրջ խնդիրներ չունենան, մարդկանց հոգեի վիճակը նորմալ հավասարակշիռ վիճակում լինեն, հարաբերությունները ներդաշնակ լինեն։ Այսինքն պատճառները ավելի խորքային հարցերի մեջ է։
Իսկ ծիծաղելը պարզապես այդ երջանկության արտահայտչամիջոցն է։ Եվ նույն կերպ հիմա ասում են, եթե դուք ուզում եք անվտանգություն, պետք է լինի խաղաղություն։ Ասել է թե պետք է ընդհանրապես ունենալ թուղթ, որի վրա գրված կլինի խաղաղություն, իսկ իրականության մեջ դա այն է, ինչ որ քո հակառակորդը, քո թշնամին, ինչ որ քեզնից ուզում է տալ, դառնալ նրա միջանցքը, դառնալ նրա ոտատակը եւ այդպիսով ասել, թե մենք խաղաղ ենք ապրում, ինչ ուզենք տանք եւ այդպես խաղաղ ապրենք։ Սա ոչ միտեղ տանող, ավելի ճիշտ կործանման տանող ճանապարհ է եւ մենք այսօր պետք է մերժենք այս, պետք է հիմնավորենք, պետք է հակառակը ցույց տանք, եւ որովհետեւ ասում են, բա ո՞րն է հակառակը, ո՞րն է այլընտրանքը, իսկ դուք ինչ եք առաջարկում, խոսենք այս ամենակարևոր հարցի վերաբերյալ մեր առաջարկի մասին։ Ես ընդհանուր կոդի դիտարկումներն էլ կցանկանամ։ Շատ սար։ Նայ, նախ սկսենք հետևյալից, հա, որ իհարկե եթե դու ունես խաղաղություն, քո երկիրը ավելի անվտանգ է խաղաղ պայմաններում, քան թե ենթադրենք օրինակ պատերազմի պայմաններում կամ թեկուզ նույնիսկ մարտական գործողությունների, մարտական լարվածության պայմաններում, այդտեղ կասկած չկա։ Խնդիրը հետևյալն է, որն է խաղաղության ֆորմուլան, որն է խաղաղությունը ապահովելու բանալին։ Եվ այստեղ եկեք հիշենք հետևյալը, որ ընդհանրապես ասած սկսենք նայել, որ մարդկության պատմությունը անընդհատ մրցակցության պատմություն է եւ պարբերաբար այդ մրցակցությունը սկսում է ուժային ձևեր ընդունել։ Ներառյալ նաեւ մեր ժամանակներում։ Եկեք հիշենք, հա, որ Ամերիկայի նախագահ Տրամպը, որը նույնիսկ մի տարի դեռ չի պաշտոնավորել, հպարտությամբ ասում է, ես 8 հատ պատերազմ եմ այս ընթացքում խաղացել, ինչ նշանակում է առնվազն, որ 8 հատ պատերազմը կան, չէ՞։ Մեկ էլ տեսնում ես Պակիստանի եւ Հնդկաստանի միջև բան է սկսում, ռազմական գործողություններ են սկսում, կամ ռազմական գործողություններ են սկսում Կամբոջայի եւ Լաոսի միջև, կամ ռազմական գործողություններ են սկսում բանի միջև, բնական է Իսրայելի եւ Չինաստանն ու Թայվանն են կանգնում առճակատման։ Նրանք մշտական առճակատման մեջ են։ Այսինքն, խնդիրը այն է, որ ազգերի եւ պետությունների միջև մրցակցությունը բարբերաբար ուժային ձևեր է ընդունում։ Եվ դա բնականon ընթացքն է մարդկության պատմության։ Այստեղ խնդիր իրականում այն է, որ 1945 թվականից սկսած մինչև 1990 թվական, երբ որ սովետական միությունը սկսեց քանդվել կամ 91 թվական, երկու սերունդ առնվազն պատերազմ չէին տեսել։ Եվ ապրել էին խաղաղության պայմաններում, մարդկանց գլխի տակ փափուկ բարձր դրվել, որ խաղաղությունը հավերժ է։ Մեկ էլ եկավ 91 թվականը, սովետական միությունը քանդվեց, սկսեց Ղարաբաղյան առաջի պատերազմը, պարզվեց որ խաղաղությունը հավերժ չի։ Եվ այն հակասությունները, որոնք կուտակվում են հասարակությունների միջև, պետությունների միջև, ազգերի միջև, վաղթուշ բերում են դրանց ուժային հանգուցալուծումների։ Առաջի անգամ մենք հաղթեցինք այդ պատերազմում, երկրորդ անգամ Ադրբեջանը հաղթեց այդ պատերազմում։ Բայց արդյոք պատերազմը վերջացել է։ Ոչ, պատերազմը չի վերջացել։ Եվ պատերազմը, եկեք անկեղծ լինենք, չի վերջանա, որովհետեւ թուղթ ստորագրելով։ Պատերազմը կվերջանա միայն այն ժամանակ մեր եւ Ադրբեջանի միջև դիցուք օրինակ։ Երբ որ մեր եւ իրանց միջև հակասությունները ֆունդամենտալ հանգուցալուծում ստանան։ Հիմա ինչ է նշանակում ֆունդամենտալ հանգուցալուծում։ Դրա համար կա լավ պատմական օրինակ Ֆրանսիայի եւ Գերմանիայի միջև հակասությունները, որոնք պարբերաբար բերում էին պատերազմների։ Պարբերաբար Նապոլեոնյան պատերազմները օրինակ հիմնականում ըստության մի կողմից կռվում էր Ֆրանսիան, մյուս կողմից Ավստրիան եւ Պրուսիան, որոնք գերմանական պետություններ են։ Հետո եղավ 1870 թվականի պատերազմը, որում Գերմանիան հաղթեց։ Հետո եղավ 1914 թվականի պատերազմը, առաջին համաշխարհայինը, որում Ֆրանսիան եւ իր դաշնակիցները հաղթեցին Գերմանիային եւ Ավստրիային։ Իրանց կամքը պարտադրեց։ Հետո Գերմանիան օկուպացրեց Ֆրանսիան եւ հետո 1945 Գերմանիան օկուպացրեց Ֆրանսիան, հա, հետո 1945-ին Ֆրանսիան իր դաշնակիցները եւ սովետական միությունը Գերմանիան օկուպացրեցին, այսինքն այդ ճոճանակը գնում գալիս էր մինչեւ հասավ ինչ մի հատ կետի։ Այն կետին, որ մենք ունենք հիմա Ֆրանսիայի եւ Գերմանիայի միջև չկա պատերազմ եւ չկա նույնիսկ պատերազմի նախապայման, ինչի որտեղ այդ հակասությունները հանգուցալուծում ստացան։ այդ հանգուցալուծումը նաեւ իրենց պատկերացումների մեջ, միմյանց նկատմամբ ընկալումների մեջ։ Միմյանց նկատմամբ ընկալումների, խաղաղ համակեցության, այո, խաղաղ համակեցության որոշակի տրամաբանություն առաջացավ այնտեղ հիշենք, որ այդ պատերազմները, ախր տեսեք, այդ պատերազմների ժամանակ պարբերաբար օրինակ Էլզաս ու Լոթարինգյան իրենց պատկանելությունն է փոխում։ Ֆրանսիան էր հաղթում, Էլզասը անցնում էր Ֆրանսիային, Գերմանիան էր հաղթում, Էլզասը անցնում, բայց իրականում պատերազմները Էլզասի համար չէին։ Պատերազմները գլոբալ բանի համար էին, այսպես ասած գերակայության համար էին, որովհետև իրական մարտադաշտը, թեև իրանք կռվում էին իրանց սահմանագծին,
իրական մարտադաշտ իրանց համար, օրինակ Աֆրիկանն էր, թե Աֆրիկայում ինչքան գաղութ ունի Ֆրանսիան, ինչքան գաղութ ունի Գերմանիան։ Իրական մարտադաշտը մնացած Եվրոպայի վրա ազդեցություններ եւ այլն, հա։ Հիմա ո՞րն է մեր ու Ադրբեջանի միջև հակասությունը, որովհետեւ ի դեպ կա նաեւ Թուրքիայի հետ հակասությունը, բայց հələ դնենք մի կողմ։ Ո՞րն է մեր եւ Ադրբեջանի միջև հակասությունը։ Մեր եւ Ադրբեջանի մեջ հակասությունը այն է, որ եւ մենք եւ Ադրբեջանը 1918 թվականին ստեղծվել ենք ընդհանուր պատմական տարածքի վրա, որը հստակ ինչ-որ տրամաբանությամբ մեր մեջ չի սահմանազատվել եւ չէ կարա սահմանազատվել, որտեղ բնակչությունը խառն էր ապրում, տարբեր որ վերցեք համարյա ցանկացած հարավային Կովկասի տարածք, այնտեղ կար եւ հայկական բնակչություն եւ թուրքական։ Այնտեղ տեղ կար թուրքականներ շատ, տեղ կար հայկականներ շատ, բայց ընդհանուր առմամբ խառն էր։ Եվ արդյունքում մեր երկու էթնոսներն էլ եւ մեր այսպես ասած այստեղի պատմական տեղաբնիկ հայկական էթնոսը եւ եկվոր թուրքական էթնոսը համարում է, որ այդ բանը տարածք Իրանն է։ Արդյունքում այդ տարածքի համար գնում է պատերազմ եւ այդ պատերազմը չի դադարել։ Այդ պատերազմի վերջի արարը մենք տեսել ենք 2023 թվականին, երբ որ ադրբեջանական զորքերը հայկական իշխանությունների թողտվության պայմաններում, բաց այդ թողտվության, եթե ոչ դավաճանության պայմաններում, օկուպացրեցին Արցախից մնացած այն փոքր տարածքը, որը գտնվում էր հայկական ուժերի վերահսկողության տակ։ Արդյոք դրանով վերջացավ պատերազմը, ոչ չվերջացավ, որտեղ Ադրբեջանը հայտարարում է հիմա, որ այս Հայաստանի տարածքը եւս Արևմտյան Ադրբեջանն է։ Բացահայտ հայտարարում են մարդիկ падգամավորների բաների շուրթերով, նես չէ, որ ինչ-որ մարգինալ ժուրնալիստներ են դրա մասին խոսում։ Ինչի, որտեղ իրենք էլ են դրան հավատում են։ Մտածում են, որ տենց է, որտեղ ադրբեջանցիներն ինչ-որ մի ժամանակաշրջան ինչ-որ քանակությամբ ադրբեջանցի է ապրել եւ այլն, այսինքն տենց են մտածում։ Մենք էլ մտածում ենք հակառակը, որ մինչեւ Քուրգետը ընդհանրապես ասած պատմական Հայաստանի տարածք է, էտել է տենց։ Դե մինչեւ Քուրգետը հայ մարդ է ապրել։ Գյանջան հայկական քաղաք ա եղել, ենթադրենք, հա, մինչեւ այդ ու եղել է Գանձակ։ Լեռնային Ղարաբաղից այն կողմ եղել է Դաշնային Ղարաբաղը, որը հայկական բնակչություն ունեցել, այլ Նախիջևանի մասին չեմ ասում։ Հիմա ո՞րն է խաղաղության բանաձևը այս երկու ազգերի միջև։ Խաղաղության բանաձևը ըստ էության ֆորմալ տեսանկյունից ուժային հավասարակշռությունն է, ոչ ֆորմալ տեսանկյունից նրանում, որ այս երկու հասարակությունները ընկալումների հավասարակշռություն։ Այո, ընկալումների հավասարակշռության կան, իրար տարածքներին չհավաքնեն, իրար թշնամի չդիտարկեն, այո, կան ինչ-որ մի հատ իրավիճակի, երբ որ ասենք փորձեն, իմիջիացիա էլ է կարող, ինչ-որ մի հատ արդարության հասնել։ Չի կարա լինի արդարություն, տեսեք, չի կարա լինի արդարություն, երբ որ այդ քանակությամբ հայ մարդ իր տներից տեղահանված է։ Չի կարա, իր տներից չի կարա լինի արդարություն, երբ մեկը մյուսի ուղիղ վասալն է։ Մեկը մյուսի տրյապկանն է։ Հա, կամ էլ մեկը մյուսի վասալն է։ Պատերազմը կարա ավարտվի։ Երկու տարբերակ կա պատերազմի ավարտի։ Կամ մեկը մյուսին ոչնչացնում է, որը հուսով եմ տեղի չունենա ոչ այս դեպքում, ոչ այն դեպքում, կամ երկուսը գալիս են խելամիտ համակեցության, որը հիմնված է որոշակի արդարության, փոխադարձ շահերի հաշվի առնման, ընկալման եւ այդ փոխադարձ շահերի հետեւը ուժի վրա։ Երաշալի։ Հիմա այստեղ կարևորը հետեւյալն է նաեւ։ Մենք ինչ-որ տենդենսներ տեսնում ենք, ինչ-որ նշաններ, միտումներ, սիգնալներ տեսնում ենք Թուրքիայում եւ Ադրբեջանում, հատկապես Ադրբեջանում, որ այդ ընկալումների մեջ իրենց դրական փոփոխություններ են տեղի ունենում մեր նկատմամբ, որ իրենց հասարակությունը պահանջում է, որ թշնամական ձևով չընկալեն հայ ժողովրդին եւ Հայաստանը, տարածքային հավակնություններ հանդես չբերեն, երկաթե բռունցք, այսպես ասած, մեզ ցույց չտան, սպառնալիքներ չիրագործեն մեր նկատմամբ։ Մենք այդ ամեն ինչը չենք տեսնում։ Մենք այդ նախանշանները, այդ սիգնալները չենք տեսնում։ Հետևաբար մենք ինչ պետք է անենք։ Մենք առաջին հերթին մեր տնային աշխատանքը կարևորագույն, քո ասած, ֆորմալ հանգամանքը ապահովելն է, հավասարակշռությունը, բալանսը ապահովելն է, ռազմական հավասարակշռությունը ապահովելն է, որպեսզի մենք կարողանանք այդ ռազմական հավասարակշռությունը ոչ թե ռազմական, ուժային, այո, դա շատ ավելի ընդարձակ է, քան ռազմականը, ու դրա մասին ենք խոսում։ Հա, իհարկե, ուժային այդ հավասարակշռությունը կարողությունների բաշխվածություն, նույնիսկ այսպես են ասում, կարողությունների բաշխվածության մեջ ուժային հավասարակշռությունը ապահովելն է, իսկ դա անելու համար պետք է մի քիչ այսպես խորքային մտածել այդ ամեն ինչի մասին, որովհետև երբ որ ասում ենք Հայաստանի եւ Թուրքիայի ու Ադրբեջանի միջև ուժային հավասարակշռություն, մեր մտապատկերի մեջ sense հանում, այսպեսի ինչ որ բաներ են գալիս։ Արդյոք մենք նույն չափով զինվորներ կարող ենք ունենալ ինչ որ Թուրքիան եւ Ադրբեջանը։ Արդյոք մենք նույն չափով տանկեր կարող ենք ունենալ կամ ինքնաթիռներ կարող ենք ունենալ, ու այդ հարցով մեզ մանիպուլացնում են։ Մեր ժողովրդին անդադ մանիպուլացնում են, ասում են
ուժեղ ումից ու հարցը որ այս ձև են դնում մեզ տանելով դեպի բան էլի այսպես ասած պարտություն Պատմական այս փուլում մեզ պետք չէ առայժմ Թուրքիայի հետ ոտ մեկնել։ Պետք չէ, որտեղ ակնհայտ է, որ Թուրքիան մեզանից համարյա 30 անգամ մեծ պետություն է, շատ ավելի մեծ ուժային ռեսուրսներով, ուստի պետք չի փորձել ընդհանրապես տենց խնդիր դնել, որ եկեք մենք Թուրքիային հավասար ուժ ստեղծենք, դա անհնար է։ դե հենց այդ հավասարության մասին պետքա բանալ Դա այս պահին պատմական այս փուլում անհնար է, այն իմաստով, որ Թուրքիայի բանակը մոտավորապես այնքան է, ինչքան Հայաստանի ամբողջ մարտունակ բնակչությունը, տղամարդ եւ նույնիսկ ավել։ Ուստի դա իրատեսական խնդիր չի եւ Թուրքիայի հետ ուժային հավասարակշռությունը պետք է առաջնորդին դաշնակցային հարաբերությունների միջոցով ստեղծել։ Բայց Ադրբեջանի դեպքում մի քիչ այլ է պատկերը։ Եվ ինչպես պետք է հասկանալ, որ անմիջական ագրեսիայի վտանգը Ադրբեջանից է, ոչ թե Թուրքիայից։ Թուրքիան այս ընթացքում մեր անկախության 35 տարիների ընթացքում Թուրքիան մեր հետ գտնվում է իհարկե սառը պատերազմի վիճակում, հա, մեր շրջափակում է, աջակցում է Ադրբեջանին, բարբերաբար ասենք հռետորաբանությունը օգտագործում մեր դեմ ագրեսիվ եւ այլն, բայց համենայնդեպս ռազմական ագրեսիայի չի դիմել այս ընթացքում։ Այդ գիծը չի անցել։ Իդեպ որոշ չի դեմ, որ չի անցնի ապագայի։ Եթե ցույց տվել է, մի երկու անգամ ցույց տվել է, որ հիբրիդային ձևով է պատերազմել մեր դեմ, բայց չի նշանակում, որ չի անցնի, եթե Իրաքի դեմ անցավ, Սիրիայի դեմ անցավ, Կիպրոսի դեմ անցել է, մեր դեմ անկեղծ ասած միակ պատճառը ինչը մինչև հիմա չի անցել, շատ պարզ է, որովհետև ինչ որ իմաստով ԱՄՆ-ն ավրականցում գոյություն ունի որոշակի թուրք-ռուսական համաձայնություն եւ որոշակի կարմիր գիծ, որը մինչև հիմա չի խախտվել։ Որից նույնից եմ ասում, չի թե որ չի խախտվելու, այ։ Եթե Ռուսաստանը շարունակի թուլանալ, այդ կարմիր գիծն կարող է խնայել։ Բայց մեր սուր խնդիրը Թուրքիան դնենք մի պահ մի կողմ, թեև հետո կարող ենք անդրադառնալ։ Մեր սուր խնդիրը Ադրբեջանի հետ, որտեղ Ադրբեջանն է այսօր Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում։ Ադրբեջանն է, որ օկուպացրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ամբողջ տարածքը, բռնի կերպով տեղահանել է ընդդիմից հայ բնակչությունը։ Ադրբեջանն է, որը սպառնում է Հայաստանի Հանրապետությանը հետագա ագրեսիայով, միջանցք է մեզանից պահանջում, այն նույնիսկ այն ճանապարհը, որ իրան առաջարկում է, շարունակում է դիրքավորել որպես միջանցք, որպես իր սուվերեն տարածք, ներկայացնում ամբողջ աշխարհին, որ տեսեք, ես այս միջանցքը վերցնում եմ, այս ու այն խնդիրներն եմ լուծելու։ Այսինքն Ադրբեջանից ագրեսիան շարունակում է գալ։ Ոստի խնդիրը, եթե հարց ենք տալու, ումից է պետք ուժեղ լինել կամ ումից առնվազն ավելի թույլ չպետք է լինել։ Այս բանը Ադրբեջանից շատ կոնկրետ, որտեղ Ադրբեջանից է անմիջական ագրեսիան։ Այո, Ադրբեջանը ունի դաշնակիցներ, ինչպեսին է Թուրքիան, Պակիստանը, ինչպեսին է Իսրայելը, որոշ չափով իդեպ ցավով պետք է ասել, բայց նաև Ղազախստանը եւ Բելարուսը, որոնք աջակցում են Ադրբեջանին։ Այո, ունի դաշնակիցներ, բայց մենք էլ դաշնակիցներ ունենք։ Եթե այնտեղ Պակիստանն է, այստեղ Հնդկաստանն է, եթե այնտեղ Թուրքիան է, այստեղ Հունաստանն է։ Եթե այնտեղ Իսրայելն է, այստեղ Իրանն է եւ այլն, այդ իմաստով նես չի որ մենք էլ ենք մենակ։ Մենք մենակ չենք։ Ոստի խնդիրը հետեւյալն է. կարող ես արդյոք դու ստեղծես ուժային հավասարակշռություն Ադրբեջանի հետ։ Իմ պատասխանը այո, կարող ենք, իդեպ ունեինք մինչև առնվազն 2016 թվականը ունեինք, եւ 2016 թվականի ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ այդ հավասարակշռությունը Ադրբեջանին չհաջողվեց խախտել։ Դա շատ կարևոր արձանագրում է, որովհետև այն ինչ որ տեղի ունեցավ մեր բոլորի հավաքական ինչ որ իմաստով անպատասխանատվության պայմաններում։ 2016 թվականին եղել են մարտական գործողություններ, որում Ադրբեջանը չկարողացավ գերակայության հասնել։ Իսկ 2020-ին կարողացավ։ Եվ շատ կարևոր է նաև հասկանալ ինչ է եղավ։ Հիմա շատ կարևոր է, որ հենց այդ հարցի վրա մենք գալիս ենք այդ կարևորագույն հարցին, որ արդյոք մեր այս համակարգային ձախողման, հավաքական ձախողման, հավաքական անպատասխանատվության, ինչպես որ նշեցիր, համակարգային ձախողման խորքային պատճառները վերլուծվել են թե ոչ, որովհետև եթե դրանք վերլուծվում են, ապա ճիշտ ախտորոշման են գալիս։ Եվ որպեսզի կարողանանք հասկանալ, թե ինչու ձախողվեց Հայաստանի անվտանգային ճարտարապետությունը։ Այստեղ միայն խնդիրը ռազմական կարողությունները ճիշտ կազմակերպելու մեջ չէ, թեև դա էլ է շատ կարևոր եւ առաջին հերթին գուցե դա էր ամենակարևորը, բայց մենք հավատացած ենք, որ այդ ձախողումը համակարգային է, որովհետև եթե ամենակարևոր ոլորտում մենք պարտություն ենք կրում, դա նշանակում է, որ ամբողջ համակարգն է վատ աշխատում։ Որտեվ ժամացույցը եթե կանգնում է, դա նշանակում է նրա տարբեր մասեր, որոնք որ փոխկապակցված են իրար հետ, այդ տարբեր մասերի կապերի միջև ինչ որ խնդիրներ են առաջանում, կամ մարդու օրգանիզմը, եթե ինչ որ մարդը իրեն վատ է զգում, դա նշանակում է ինչ որ մի օրգան լավ չի գործել, որից հետո էլ այդ մյուս օրգաններին անցել է նրա այդ
վատառողջության հանգամանքը։ Հիմա առաջարկում եմ հասկանանք հետևյալ հարցը, մոտավորապես ընդհանուր գծերով ասենք, ինչու ձախողվեց մեր անվտանգային ճարտարապետությունը։ Ես 1-2 ուրեմն դիտարկում անեմ, որ սա առաջին հերթին կապված է եղել մեր մտածողության հետ։ Մեզ միշտ բնորոշ է եղել ցավոք սրտի այդ բինար մտածողությունը։ Ոնց որ հիմա ներքաղաքական կողմնորոշումների մեջ է բնորոշ, կամ եթե ներկաները չեն, ապա պետք է նախկինները լինեն, այլ ընտրանք ուրեմն չկա։ Եթե արտաքին կողմնորոշումների մեջ է, ուրեմն կամ պետք է ապրենք որպես թուրք-ադրբեջանական վասալ, կամ պետք է ապրենք Ռուսաստանի ստվերի տակ։ Այսինքն եւ այդ պարագայում գնում ենք ընտրությունը կատարում ենք դեպի Ռուսաստանը, այստեղ խոսքը ոչ թե անհրաժեշտ դաշնակցի որակով հարաբերությունների մասին է, այլ պարզապես մեր անվտանգային համակարգը արտապատվիրակելու մասին է խոսքը։ Այսինքն մենք նստենք հանգիստ բազմոցին, թող Ռուսաստանը մեր անվտանգությունը ապահովի, մեր պաշտպանությունը ապահովի։ Սա հենց ծուլության բերող, ընդհանուր ժողովրդին ծուլացնող գաղափար է, եւ մեր անվտանգային ճարտարապետությունը այո մեծամասամբ հիմնված է եղել այդպիսի մտածողության վրա։ Դրանից բացի մեր հետախուզությունը, հետախուզական տվյալները, ընդհանուր առմամբ ճիշտ կազմակերպելու համար համակարգը մեզ պետք է ունենալ ճիշտ տվյալներ, համարժեք տվյալներ, վերլուծություն, եւ այստեղ մենք նույնպես թերացումներ ենք ունեցել։ Բայց մի ուրիշ հանգամանք էլ կա, որ անվտանգությունը միայն բանակը չէ։ Բանակը անվտանգության համար այն է, ինչ բռունցքը մարդու համար, որ հիմնական հարված խփողը մարդու բռունցքն է, բայց այդ բռունցքի ուժեղությունը, բռունցքի խփած հարվածի ուժեղ լինելը կապված է նրանից, մարդու մեջ։ Այո, մարդու գլխի մեջ է, որ կետին հարվածել նախ, եւ մարդու աշխատասիրության մեջ է, օրգանիզմը անընդհատ մարսել, մարդու գլխի մեջ է այնքանով, որ ինչ սննդակարգ պետք է օգտագործել, երբ պարկել քնելու, որ ընդհանուր առմամբ քո օրգանիզմը լինի առողջ եւ դու լինես ուժեղ եւ այդ բռունցքով հարվածը կարողանաս ճիշտ ժամանակին հարվածել։ Հիմա նայ, եթե մենք վերցնենք ու փորձենք հասկանանք, ինչ փոխվեց 2016 թվականից 2020 թվական, հա։ Նախ հետևյալը 2016 թվականին այն իշխանությունը, որ կար Հայաստանում, նա հստակ տրամադրված էր Արցախի հարցում ռազմական դիմակայություն։ Տրամադրված էր ռազմական ճանապարհով շարունակել ստատուս քվոն պահպանել։ 2018 թվականին Հայաստանում հայտնվեց իշխանություն, որը այլևս այդ նպատակադրումը չուներ։ Նա այդ ժամանակ բնականաբար դրա մասին չէր խոսում, նա հիմա է սկսել դրա մասին խոսալ, որ Արցախը մեր համար բեռ էր, որ Արցախը մեր վզին Ռուսաստանի կողմից գցած թոք էր, որ Արցախը օգտագործում էին Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը խզելու համար։ Այսինքն այս իշխանությունը, որ եկավ, նա ի սկզբանե թեև ծածուկ թաքցված նորան է սկսել բացահայտել այդ ամեն ինչը։ Նա ի սկզբանե որևէ հանձնառություն ներքին քաղաքական հանձնառություն չուներ Արցախը պաշտպանելու։ Մյուս կողմից, քանի որ Հայաստանում շատ բարձր էր հայրենասիրական տրամադրությունը, նա չէր կարող բացահայտ խոսալ Արցախը հանձնելու մասին։ Ուստի նա պետք է ստեղծեր մի իրավիճակ, որ նա կարողացավ ստեղծի, երբ որ Արցախի հանձնումը կլինի փուլային, եւ ամեն անգամ նա կկարողանա արդարացնել ինչ-որ բան։ Ոչ միայն ինքն իրան արդարացնել, այլև ժողովրդին, բանակին, արցախցիներին, հայաստանցին հանցակից սարքի այդ հացմանը։ Դրա ամենակարևոր խնդիրը էր հանցակից սարքել, որպեսզի մարդիկ չդիմադրեն։ 11000 դասալիքներ։ Ու այդտեղ օրինակ, այդտեղ տեսեք, մենամ, եթե մենք նայենք 44 օրյա պատերազմը, 44 օրյա պատերազմի ընթացքում մենք ռազմավարական իմաստով մարտի դաշտում պարտություն չենք կրել։ Չկա այդպիսի ճակատամարտ, որտեղ մենք ասենք ջախջախիչ պարտություն ենք կրել։ Չկա տես բան։ Թող ասեն, եթե կա, չկա տես բան։ Ասենք մարտավարական հաջողությունների է ճշնամին հասել, բայց նաև մեծ կորուստներ է կրել այդ ընթացքում, եւ եթե այդ պատերազմը դառնար հյուծման, մաշեցման պատերազմ, ես համոզված եմ, որ Ադրբեջանը կհյուծվեր, կմաշվեր ու կպարտվեր։ Ոնց որ դա օրինակ տեղի ունենում, ենթադրենք ռուս-ուկրաինական պատերազմը, որտեղ դարել է հյուծման պատերազմ, իհարկե որևէ կողմը չի պարտվել էլ, բայց որևէ կողմը չի հաղթել այդ իմաստով, հա։ Հիմա օրինակ երբ որ մենք վերլուծում ենք տեղի ունեցած մարտական գործողությունները 44 օրյա պատերազմի ընթացքում, հատուկ պատճառ չկա, ինչի պետքա դա բերեր այն արդյունքին, որ ինքը բերեց նոյեմբերի 9-ի համաձայնագրով, չկա հատուկ պատճառ։ Ռազմի դաշտում մեր բանակը չի պարտվել։ Չի պարտվել, այսինքն չի ընկել շրջափակման մեջ, մասսական, ասենք, գերեվարումներ տեղի չի ունեցել, հա, դիվիզիաներով ջախջախում տեղի չի ունեցել, բանակը կար, բանակը կռվում էր,
ուներ կորուստներ, բայց կորուստներ ուներ նաև թշնամին, ընդ որում մերը տարածքային կորուստներ էին, Իրանը մարդկային ռեսուրսների մեծ կորուստներ էին, որը շատ կարևոր է։ Թշնամու տեխնիկան, թշնամու գրոհային ստորաբաժանումներ եւ այլն, այդ 44 օրվա վերջում պրակտիկորեն լրիվ իջիկ էին եղել։ Մաշվել էին, չկային արդեն։ Խփած էր տեխնիկան, իրաց լավագույն գրոհային ստորաբաժանումները ոչնչացվել էին, նրանք ստիպված էին արդեն նախկիվանից բերել, Ադրբեջանից բերել, Ադրբեջանի մյուս սահմանամերձ շրջաններից բերել, որպեսզի ծակերը լրացնեին, ընդ որում մարդիկ չեն խոսում դրա մասին, որ օրինակ Հայաստանի Հանրապետության 3-րդ բանակային կորպուսը, որը տեղաբաշխված է հիմնականում Տավուշում ու Լոռում, նաև նույնիսկ մարտական գործողություններին չի մասնակցում։ Ռեզերվում դրած էր չի մասնակցում, որ կարող այնտեղից մտնել օրինակ Ադրբեջանի տարածք լրիվ փոխել ուժերի հարաբերակցությունը, հա։ Հիմա ուրեմն որտեղ ենք մենք պարտվել։ Մենք պարտվել ենք հիբրիդային պատերազմ։ Այո։ Եվ այդ հիբրիդային պատերազմը տարբեր բաղադրիչներ ուներ։ Բաղադրիչ մեկ, որը, ասենք, այո, բերում էր դասալքության։ Իհարկե 11000 դասալիկ չի եղել, բայց 1000 դասալիկ եղել է։ Բերում էր դասալքության, ինչպես էր բերում դասալքության, մարդկանց, ասենք, գլուխը մտցնում էին, որ իմաստ չունի դիմադրությունը, միևնույնն է, հանձնած է, ամեն ինչ հանձնած, ասենք։ Ու թե ոնց էր դա արվում, ինչպես էր արվում, բարդ ասել, բայց փաստ է, որ որոշ հատվածներում, որտեղ օրինակ ռազմակաճակատի գիծը կայունացվել էր, թշնամի չէր կարողանում առաջ գալ։ Մեկ էլ ասպասել են առաջ գալի, որտեղ իր դիմաց ուղղակի բացում են։ Դիմացը միջանցք են բացում, թշնամին անարգել անցնում է անառիկ, անմաչելի տեղանքով։ Ես հետո գնացել եմ ուսումնասիրել եմ այդ տեղանքը, որը օրինակ թշնամին անցել է մտել է Շուշիի թիկունքը, ասում ախր ստեղով հնարավոր չի անցնել։ Այստեղ մի դասակը կարող ասենք մի բրիգադ թշնամու պահի ու թույլ չտա, որ ստեղով անցնեն։ Բայց մարդկանց ասրան գիտես ինչ իմաստ չունի, թողեք գնացեք։ Ով է ասել, ոնց է ասել, այդ ծայրերը մինչև հիմա չեն բացվում։ Կամ մյուս կողմից, հա, ենթադրենք անընդհատ վերջի շրջանում հասարակության ներսում 44 օրվա պատերազմի այդ մտայնությունն էր տարածում, որ հաղթանակը այլևս անհնար է։ Լավ, ենթադրենք հաղթանակին իմաստով որ գնաց Բաքուն գրավես անհնար է, բայց եղածը կարաս պաշտպանես, չէ՞։ Եվ կամ երբ որ դու ռազմական գործողություններ կանգնեցնում ես, ինչի համար ես քարվաճառը կամ ակնան հանձնում։ Զորքերը պետք է մնան ռազմական գործողություն այն դիրքերում, որում իրենք կանգնած են, ինչի ես տարածք հանձնում։ Որն է դրա տրամաբանությունը։ Այս իշխանությունը ասում է, որովհետև մեր զինված ուժերը այնտեղ հայտնվելու են շրջափակման մեջ, չէին հայտնվելու շրջափակման մեջ, հայտնվեցին ձեր գործողությունների արդյունքում հայտնվեցին, իսկ մինչև այդ չէին հայտնվել, որովհետև մի քանի հատ ճանապարհ կար, որոնք բաց էին, որով անդադ երթևեկություններ տեղում են։ Ես դրա հետ միանշանակ համաձայն եմ, Ավետիք ջան, բայց արի մենք գիտես ավելի այդպես հարցին ավելի գլոբալ հայացք նայել էլի նետենք։ Համաձայն եմ, որ այո, պետք է դիմադրությունը շարունակվեր, չպետք է գնալ ստորագրել եւ օր առաջ պարտված ճանաչել Հայաստանին, հայ ժողովրդին, բայց մենք կարծում եմ, որ երբ որ ասում ենք համակարգային ձախողում, խոսքը նրա մասին է, որ այս ամբողջ շրջանում մենք կարող էինք ապահովել վիճակ, երբ որ անգամ 2020 թվականի ռազմական գործողությունները չլինեին։ Անշուշտ։ Մենք սրա մասին է խոսքը, որ մեր օրինակ ասենք ռազմապաշտպանական ոլորտում ռազմավարական պլանավորում, արդյունավետ կառավարում չի եղել հաշվետվողականությամբ։ Այստեղ եղել է կոռուպցիոն ներթափանցվածություններ, օլիգարխիկ ինչ-որ ասենք բաներ, դրսևորումներ, մատակարարման, մասի բաժան։ Այս հարցերում ես նաև սրան եմ ուզում էլի ոնց որ մենք անդրադառնանք այս հիբրիդային պատերազմը որ եղել է որ մենք իրոք պատրաստ չենք եղել այդ հիբրիդային պատերազմի մենք նման ենք եղել իսկապես մի հատ ամրոցի որը որ պատերը ունեցել է բայց ասենք պատուհաններ չի ունեցել պատուհանները բաց ա եղել տանիքը բաց ա եղել ներթափանցման ինչ որ տարբեր հնարավորություններ եղել է մենք այս համակարգին անդրադառնանք նրան թե Հայաստանը որպես անվտանգության համակարգ մեր անվտանգությունը միշտ նեղ իմաստով ենք պատկերացրել մենակ դրա ռազմական բաղադրիչն ենք պատկերացրել ու դրա համար էլ ոնց որ անվտանգության գործի սպասարկող միշտ դիտարկել ենք որ սպան ու զինվորն է չենք ունեցել են գիտակցումը որ անվտանգության ապահովողը նաև յուրաքանչյուր քաղաքացին է ինժեներն է գիտնականն է յուրաքանչյուրը իր ոլորտում այդ անվտանգության ֆունկցիայի հետ կապը չենք բանարել տվել եւ մենք այդ մտածողությունը չենք ունեցել ու մեր խնդիրը կարծեմ հենց այդ է որ կարողանանք այդ մտածողությունը դնել եւ դրա վրա կառուցենք մեր ինձ թվում է ինչ տեղի ունեցավ մեր դեպքում հա մենք 2016 թվականին թեև մարտի դաշտում կարողացանք ոնց որ ուժերի հաշվի կշիռը պահել բայց իրականությունն այն է որ 2010 թվականից ի վեր Ադրբեջանը քանի որ հսկայական ներդրումներ էր կատարում իր
անվտանգային եւ պաշտպանական համակարգի մեջ, ընդդեմ կատարում էր ոչ միայն ռազմական ոլորտում, նա կատարում էր բոլոր հարակից ոլորտներում, նա ուժեղացնում էր իր հետախուզությունը, ներթափանցում էր Հայաստանի Հանրապետության տարբեր համակարգերի մեջ։ Նա տեսնելով, որ Հայաստանը ունի Սփյուռքում լոբիստական հնարավորություններ, հասկացավ, որ ի վերջո ինքն էլ կարող է փողով, այդ կարգի լոբիստական հնարավորություններ գնել, ստեղծել։ Հա դա միանգամից տեղի չունենում, բայց եթե դու 10 տարի աշխատում ես 2010 թվականից սկսած 2020 թվականին դե հնարավորություններ ունենում ես ու սկզբում ես չեզոքացնել հայկական հնարավորությունները։ Բայց դրան գումարում է, որ 2018-ին ըստեղ գալիս է իշխանություն, որը հայկական լոբիստական ուժը պրոստը քանդում է։ Միանգամից գալիս քանդում է։ Ինձ պետք չի, ես ժողովրդավար եմ, դրա համար ամբողջ աշխարհը ինձ սիրում է։ Եզեր օլիգարխ լոբիստները ինձ պետք չեն։ Մեկը քանդվում է այդ համակարգը, հասկանում ես։ Այսինքն մենք ունեցել ենք միաժամանակ երկու գործընթաց, որը պետք է ասենք, հա, այն ինչ որ արել է Ադրբեջանը, խարխլել է մեր ունեցածը, հա, եւ ինքն է Իրանը շատացրել։ Եվ ինքը Իրանը շատացնելով, ուժեղացնելով, խարխլել է մեր ունեցածը։ Բալանսը փոխել է իր օգտին, հա։ Այդ ինչ որ արել է Ադրբեջանը օբյեկտիվորեն։ Բայց տեղի ունեցել նաև այն ինչ որ տեղի ունեցել մեր կողմից 2018 թվականից, երբ որ մենք ենք խարխլել մեր ունեցածը։ Դրա օրինակներից մեկը ասեցի արդեն, մեր լոբիստական կարողությունները փոշիացնելն, ընդ որում արագացված տեմպերով, հա, բայց ուրիշ բաներ կան։ Օրինակ կատալիզատորն է եղել էլի։ 2 տարվա ընթացքում արի օրինակներով խոսանք։ Ինչ է տեղի ունեցել։ Տեղի ունեցել օրինակ Հայաստանի զինված ուժերի կազմում կային 4 ռեզերվային գնդեր, որոնք ունեին սպայական կազմ, բայց չունեին շարքային կազմ։ Ինչի համար, որպեսզի ռազմական գործողությունների ժամանակ արագ կերպով դրանք համալրվեին զորակոչված պայստազորայիններով, կարողանային արագ պատրաստությունից հետո մտնեն մարտական գործողությունների մեջ որպես ռեզերվային ստորաբաժանումներ։ 2019 թվականին դրանք լուծարվել են։ Դա փաստ է։ Դրանք լուծարվել են գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հրամանով։ Մինչև հիմա Արտակ Դավթյանը չի բացատրել ինչի համար է ինքը լուծարել մեր ռեզերվային ստորաբաժանումները 4 հատ գունդ կունենայինք, որոնք կարողանային այդ ռազմական գործողությունների ընթացքի վրա լուրջ ազդեցություն ունենալ։ Կամ նույն կերպ Արցախի պաշտպանության բանակի 3 հրամանատար փոխվել, 18 թվականից մինչև 20 թվականի վերջը։ Ինչի համար են իրանք փոխվել։ Ինչի համար են փոխվել, ընդ որում փոխվել է լավագույն հրամանատարը, հա, Լևոն Մնացականյանը։ Հետո ամեն մի հրամանատար նախորդից ավելի թույլ է եղել, իսկ վերջի հրամանատարը թերևս վատը չի եղել, բայց նա փոխվել է արդեն ռազմական գործողությունների պայմաններում եւ ընդհանրապես չի ասել, հա, ինչ որ բան անել, մեկ էլ հանկարծ ասել են ստոպ։ Այո, Արզումանյանը։ Մեկ էլ ասել են ստոպ։ Հիմա ինչի է դա տեղի ունեցել։ Արդյոք այդ ամեն ինչը պատահականություն է, իհարկե պատահականություն չի, որովհետեւ այդ բոլորը խարխլում են ըստ էության մեր դիմադրողականությունը։ Հիմա գնանք 18 թվականից առաջ, որովհետև ես քավլիցի բնավ չեմ մտածում, որ ինչ որ տեղի ունեցել 18 թվից հետո, բայց 18 թվից հետո կանխամտածված է տեղի ունեցել։ Իսկ 18 թվից առաջ այն ինչ որ տեղի ունեցել որոշակի անփույթության, հա, թափթփվածության պատճառով։ Օրինակ, վատ կառավարման պատճառով, վատ մշակույթ ունենալու պատճառով, կոռուպցիայի պատճառով, հա, բայց ոչ կանխամտածված։ Ոչ կանխամտածված, բայց այո, վատ կառավարման պատճառով։ Հիմա օրինակ ինչ է տեղի ունեցել։ Մենք սովետական միությունից ժառանգել ենք ռազմաարդյունաբերական բավական լուրջ համակարգ։ Առաջի Արցախյան պատերազմում մեր հաղթանակի հիմքում ընկած ա եղել ի թիվս մի շարք այլ կարևոր գործոնների, այն որ մենք ունենք ռազմաարդյունաբերություն, որ մարդիկ ստեղ գարաժներում նստած հրթիռներ են կարողանում սարքել։ Մեր ռազմաարդյունաբերությունը մինչև 18 թվական արդեն լրիվ ամբողջ ծավալով կազմալուծված է եղել։ Ամբողջ ծավալով։ Մենք բացարձակ իմաստով կախված ենք եղել միայն մեկ երկրից, Ռուսաստանի Դաշնությունից, սպառազինությունների գնումների վրա։ Երբ որ դու դրա պատասխանատուներին հարցում ես, ես դրա հնարավորությունից, ինչի եկնեցամ, ասում են ռուսական զենքից էժան զենք չկա։ Բայց պարզվեց, որ թե ռուսական զենքը իսկապես էժան է եւ իմիջիայլոց նաեւ ֆունկցիոնալ է, բայց պարզվեց, որ օրինակ ռուսական զենքը որակապես հնացած է։ Այդ հիմա է Ռուսաստանը նորից սկսել առաջ ընկնել, որովհետև ինքը պատերազմ է կրվում եւ ստիպված է իր արսենալները թարմացնել։ Իսկ այդ ժամանակաշրջանում պարզվեց, որ ռուսական զենքը այն ինչ որ կա, դա նախորդ պատերազմի զենք է։ Դու չունես ոչ անհրաժեշտ, ասենք, այդ հեռատեսիլները, ջերմատեսիլները, ոչ ունես այդ ջրգրիտ խոցման միջոցները, ոչ ունես այդ անօդաչու թռչող սարքերը։ Հիշեք, որ օրինակ անօդաչու թռչող սարքերը թուրքական եւ իսրայելյան արտադրության շատ կարևոր դեր կատարեցին երկրորդ Արցախյան պատերազմում 44-ը։
Իսկ Ռուսաստանը չուներ։ Այդ տեխնիկան չուներ, հասկանու՞մ։ Պատերազմների տրամաբանությունը ոնց որ փոխվում էր, տենդենսները փոխվում էին, մոդան այսպես ասած փոխվում էր, եւ դրա համար պետք էր ուշադրությունը հենց դրա վրա դարձնել։ Եվ ընդհանուր առմամբ տեխնոլոգիական զարգացումը պետքա դրվեր ռազմական ոլորտում, տեխնոլոգիական զարգացումը պետքա դրվեր նաեւ մեր տնտեսության զարգացման հիմքում։ Այսինքն մտածողություն պետքա այստեղ փոխվեր, որ անվտանգության հարցը պետք է դնեին պետության գլխի վրա, որպեսզի տնտեսությունով, պետության առանցքում, տնտեսությունով, կրթությամբ, գիտությամբ, ամեն ինչով, Ամենօրյա կյանքով։ ամենօրյա կյանքով, այո, մշակույթով, ամենօրյա կյանքով կարողանային անվտանգությունը ապահովել, կարողանային այդ բալանսը պահել։ Ինքը ոչ թե խորացնել կախվածությունը դաշնակից երկրից, խորացնել կախվածությունը, որը որ ինչ որ մի պահի կթուլանա կամ դիրքերը այստեղ չգիտեմ կթուլանան եւ այլն եւ արդյունքում ինքը քեզ չի կարող օգնության գալ կամ չի օգնի կամ չի ուզենա օգնել իր համար գլխացավանքներ չստեղծելու պատճառով, այլ որ հենց այդ համակարգային ձախողում, որ ասում ենք, դրա համար, որ տնտեսությունը համարժեք ձևով չի տարվել հենց այդ ուղղությամբ, գիտությունը եւ կրթությունը չի տարվել անվտանգության ուղղությամբ։ Այն ինչը որ մենք առաջարկում ենք, հենց դա է։ Մենք առաջարկում ենք, որ մեր թուլությունը մեզ համար դատավճիռ չհամարենք։ Մենք չասենք, որ մենք թույլ ենք եւ պետք է համակերպվենք դրա հետ։ Ընդհակառակը, աշխարհի պատմության մեջ, համաշխարհային պատմության մեջ ես էլ դու էլ շատ դեպքեր գիտենք, որ թուլությունը, բնական, օբյեկտիվորեն թույլ վիճակները, մարդկանց քիչ քանակությունը, եղանակային բնակլիմայական անբարենպաստ վիճակները հաճախ մարդկանց խթան են տվել մտածելու, անընդհատ մտածելու, շարունակաբար մտածելու լուծումների մասին եւ այդ լուծումները գտնել։ Հույն պարսկական պատերազմները դրա օրինակներից մեկն են։ Քրիստոսից առաջ 5-րդ դարում տեղի ունեցած հույն պարսկական պատերազմները։ Դրա բանից մեկն է։ Կինոները նայում են 300 սպարտացիների մասին։ Սպարտացիների մասին, այո։ Իվանայի, եթե շատ խորը չգնանք պատմության խորքերը, թեև ես համաձայն եմ եւ ինքս մի քանի անգամ բանախոսություններ եմ կարդացել հույն պարսկական պատերազմների թեմայով, որովհետեւ դրանք իսկապես շատ ուժեղ իլյուստրացիա են։ Թե ինչպես կարող է թույլ կողմը քանակապես թույլ կողմը օգտագործի իր բնական միջավայրի մնացած առավելությունները, որպեսզի կարողանա գերակայության հասնի թվապես ուժեղ հակառակորդի նկատմամբ։ Հիմա արի մեր վրա արտապատկենք։ Մենք հասկանանք ինչն է, որ մեր մոտ ուժեղ է, եւ մենք կարող ենք դա օգտագործել, հա։ Առաջին հերթին ես կարծում եմ, որ մենք պետք է օբյեկտիվորեն ֆիքսենք հետեւյալը։ Հայաստանի Հանրապետությունը իր բոլոր թերություններով հանդերձ, սահմանափակումներով հանդերձ, այնուամենայնիվ ունի ավելի դինամիկ, ավելի արագ զարգացող ազատական տնտեսություն, որը բերել է նրան, որ հիմա 2025 թվականին, երբ որ մենք խոսում ենք, մի շնչին ընկնող է նաև մենք արդեն էապես առաջ ենք ընկել Ադրբեջանից, որը նստած է նավթա այդ գազային, այսպես ասած, ասեղի վրա, բայց այդ ասեղից չի կարողանում պոկվել։ Ադրբեջանը ունեցել է իր տնտեսական բումը 2007-2008 մինչև 2010 թվականները, դրանից հետո ինքը չի կարողանում որևէ նոր բան հնարել։ Բայց դրա հաշվին մեր հանդեպ շոշափելի առավելության ձեռք է բերել, բայց հիմա տես, եթե մենք նայում ենք երկարաժամկետ հեռանկարում, մենք աստիճանաբար կրճատում ենք այն ճեղքվածքը, որ մենք ունենք Ադրբեջանի հետ, հարաբերական իմաստով արդեն կրճատել ենք, ոչ թե մենք կրճատել ենք, կենսամակարդակը Հայաստանում հիմա ավելի բարձր է միջին, քան թե Ադրբեջանում, դա փաստ է, բայց ես կարող եմ պատկերացնել այն օրը, դա մոտավորապես օրինակ կարող է լինի սրանից 25-30 տարի հետո, երբ որ մենք բացարձակ իմաստով ունենանք ավելի մեծ տնտեսական ռեսուրսներ, որը ունի Ադրբեջանը, որովհետև ինքը գտնվում է ստագնացիայի պայմաններում։ Դա մեկ։ Երկրորդը, որը շատ կարևոր է, Հայաստանը կարողացավ 6 տարիների ընթացքում, վերջի երևի 10-15 տարիների ընթացքում, գուցե 20, կարողացավ շատ կարևոր մի անցում իրականացնել, դա վերականգնել իր բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը։ Եվ այդ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ներսից ծնվեց վերջի, ասենք 5 տարիների ընթացքում արդեն ռազմարդյունաբերությունը։ Մեր ռազմարդյունաբերությունը որպես այդպեսին ըստեյության սահմանավորվել է գուցե մինչև 44 օրյա պատերազմը, բայց ամենամեծ զարգը հենց 44 օրյա պատերազմն էր, երբ որ բարձր տեխնոլոգիական ոլորտում գործող շատ մարդիկ եւ ընկերություններ հասկացան, որ իրանք անմիջական հանձնառություն պետք է ստանձնեն երկրի պաշտպանության բնագավառում եւ սկսեցին առաջանալ ռազմարդյունաբերական ընկերություններ։ Դա շատ կարևոր է, Հայաստանը սեփական ռազմարդյունաբերություն ունի, դեռևս փոքր, դեռևս սահմանային, դեռևս ոչ ամբողջական կարողություններ, բայց ինքը սաղմը ունի եւ ունի ավելի մեծ
բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունից պետք է հիշել, որ հիմա ռազմական եւ խաղաղ ոլորտների միջև շատ մեծ ընդհանրություններ գոյություն ունեն, որտեղ նույն կարգի տեխնոլոգիաներ են օգտագործվում, օրինակ արհեստական բանականության բազմաթիվ տեխնոլոգիաներ համատեղ են օգտագործվում կամ ծրագրավորման տեխնոլոգիաներ։ Եվ դա աստիճանաբար բերում է նրան, որ Հայաստանը կարող է իր ներսից սկսի վերականգնել իր անվտանգային համակարգը, հենց իր ներսից, որից չի այդտեղ, որ պետք չի ունենալ դաշնակիցներ, որ պետք չի նրանց հետ աշխատել, կառավարություններ ներմուծել եւ այլն, բայց երբ որ դու ունես քո անվտանգության խարիսխը քո հենց երկրի ներսում եւ դու հասկանում ես, որ դա կարևոր մրցակցային առավելություն է, դա կարևորագույն ինչ-որ իմաստով ցածկ կա, որը տեղի է ունեցել այս տարիների ընթացքում եւ որը պետք է շարունակել զարգացնել։ Դա մեկ։ Երկրորդը, որպես կանոն, ցանկացած երկրի, ցանկացած հասարակության, որ անկյուն են մտցնում, այդ ամեն ինչից երկու ելք կա՝ մնալ այդ անկյունում եւ ոչնչանալ, կամ կռվելով դուրս գալ այդ անկյունից, իսկ դրա համար դու պետք է ուժերդ մոբիլիզացնես։ Դու պետք է սովորես ուրիշ կերպ ապրել։ Անկյունում գտնվող մարդը նա սովորում է անընդհատ կռվելու։ Բայց մի կարևոր ստեղ բան ասեմ, Ավետիք ջան, մարդկանց մոտ թող չստեղծվի էլի այդ տպավորությունը, որ այն ինչի մասին որ մենք խոսում ենք, որ ասում ենք համապարփակ անվտանգություն ու երբ որ ասում ենք, որ յուրաքանչյուր քաղաքացի պետքա դրա մի հատ մասնիկը լինի, դրա ֆունկցիոները լինի, իր անելիքը դրա մեջ տեսնի, դա չի նշանակում, որ բոլորս ամեն օր պետքա ինչ-որ կռվով զբաղված լինենք։ Դա չի նշանակում, որ քեֆեր չենք անելու, ծնունդներ չենք նշելու, եկեղեցիներ չենք գնալու, դիսկոտեկա չենք գնալու, բար չենք գնալու, չգիտեմ, էքսկուրսիա, լեռնագնացություն, չէ, մենք ապրելու ենք, մենք շարունակելու ենք ապրել մեր բնական կյանքով, մեր նորմալ գործունեությունը շարունակելու ենք, մեր դասերը տալու ենք եւ այլն, ամեն ինչը շարունակվելու է, բայց մենք պետքա կարողանանք այդ ամեն ինչը կառուցել հետեւյալ տրամաբանության վրա, որ յուրաքանչյուր մարդ իր ոլորտում իր գործունեությունը պետությունը օգնում է, որ իր գործունեությունը կապի անվտանգության հետ։ Ինժեները, ինժեներական կրթությունը երբ որ ստանում է եւ գնում է ծառայում է որպես բանակում, երբ որ ծառայում է, ինքը չի գնում ստանդարտ ձևով ծառայություն անցնում, այլ ինքը իր գիտելիքները, իր ստացած կրթությունը, իր կարողությունները ներդնում է քո ասած տեխնոլոգիական զարգացման մի հատ բան ասեմ, էլի դրա հետ կապված։ Ուրեմն մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ պրակտիկորեն բոլոր այն երկրները, որոնք այս կամ այն չափով գործում են համապարփակ անվտանգության տրամաբանության մեջ, եւ այդպիսիք են օրինակ Սինգապուրը, այդպիսիք են Հարավային Կորեան, այդպիսին է Իսրայելը բնականաբար, այդպիսին է զգալի չափով Շվեյցարիան եւ այլն։ Այդ երկրները ժամանակի ընթացքում, քանի որ իրանք անընդհատ ոնց որ իրանք մկանները մարզում են, հա, մեկ էլ բարձում է, որ քո ոչ միայն ասենք ռազմական կարողություններն են դրանից ուժեղանում, քո խաղաղ կարողություններն էլ են ուժեղանում, քո բարեկեցությունն էլ է աճում, քո հասարակությունն էլ է դառնում ավելի առողջ եւ իդեպ նաեւ ավելի ժողովրդավարական։ Այդ բոլոր երկրները ժողովրդավարական երկրներ են։ Իդեպ այդ բոլոր ընդհանրապես ասած, եթե նայենք ժողովրդավարության ցուցիչով, Շվեյցարիան առաջի տեղերից մեկում է աշխարհում իր ժողովրդավարական համակարգով, հա։ Այդ երկրները անընդհատ այսպես ասած մկան զարգացնելով, անվտանգային մկան զարգացնելով, զարմանալի կերպով ոչ թե դառնում են ինչ-որ ռազմական դիկտատուրաներ վան, չէ, դառնում են ընդհակառակը ժողովրդավարական, բարձր զարգացած դինամիկ տնտեսությամբ, ուժեղ ժողովրդագրությամբ, աճող բնակչությամբ երկրներ, շատ զարմանալի է, չէ, ինչի որտեղ նույնիսկ երբ որ քո օրգանիզմը մարզված է, ինքը մարզված է ամեն ինչով, եւ քո ուղեղն է լավ աշխատում այդ դեպքում, հա, եւ քո զգացողություններն են լավ աշխատում, եւ հայացքը տա սուր, եւ լսողությունը ուժեր, եւ ռեակցիա տա։ Մենք պետք է հասկանանք, մեր պետք չի, մեր անկեղծ եմ ասում, այնա մեր ժողովրդի գլխի տակ պետք չի փափուկ բաց դնել։ Պետք չի ասել Ժորժ ջան, մի մտածեք, համ քեբաբ կարակ ուտեք, համ խորոված, համ կարակ հարբեք։ Չէ, Ժորժ ջան, ձեր օրվա մեջ մի ժամը 24 ժամից դրեք նրա մեջ, որ մարզվեք, սովորեք լավ կրակել, սովորեք դրոն ենթադրենք աշխատացնել, սովորեք վազել, սովորեք ձգումներ անել, սովորեք մարզվեք, ու մեկ էլ կպարզվի ժամանակի ընթացքում, որ դրա արդյունքում համ ավելի առողջ եք, համ ավելի երկար եք ապրում, համ ավելի աշխատունակ եք, համ ավելի շատ փող եք աշխատում, համ ձեր կինն է ձեզ ավելի շատ սիրում, համ երեխեքն են ձեզ ավելի շատ հարգում։ Մեր հիմնական խնդիրը եւ այդ դա անվտանգային համակարգի մեխն է,
ծուլությունն է։ այո, Մեզ պետք է Այո. մերժել ծուլությունը։ որտեվ չենք ընկալում դա որպես մեղք։ Չէ, մեղք է Այո. 7 մահացու մեղքերից մեկն է։ Մեզ պետք է մերժել ծուլությունը, եւ եթե մենք մերժենք ծուլությունը, ասենք օրվա մեջ մի ժամ 24-ից դիր քո անվտանգության մեջ, մարզվի, պարապի, սովորի, կարդա, հասկացի, իմացի նրա մասին տեխնոլոգիաները ոնց են զարգանում, ռազմական գործը ոնց է զարգանում, չենք ասում գնա խրամատում կանգնի, պատրաստ եք ուղղակի, Արդ անհրաժեշտության ջան, քո այս վերջի ոնց որ բանով, խոսացածով մոտեցանք համապարփակ անվտանգության կարևոր բաղադրիչներից մեկին՝ զսպման կարողությանը, հա։ Այդ մասին մի փոքր խոսենք, որ եւ փորձենք նաեւ դա բացել, էլի, որ փոքր պետությունները իրենք չեն կարող համարժեք ձևով քանակապես դիմադրել մեծ պետություններին, իրենցից մեծ պետություններին, գերազանցող պետություններին, այլ ինչ որ անհամարժեք միջոցներով։ Այդ անհամարժեք միջոցի ռազմավարությունը հենց զսպումն է, որ դու կարողանաս քո մեջ այնպիսի ուժ ունենալ, այնպիսի թիրախային ճշգրիտ հարվածներ իրականացնելու կարողություն ունենաս, այնպիսի լավ պատրաստված, մարզված, գիտակից հասարակություն ունենաս, որ այսպես անվախ է, դիմադրողունակ է, վճռական է մինչև վերջ պայքարելու եւ այլն, եւ դրա արդյունքում դու թշնամուն կանգնեցնում ես առանց կրակելու։ Այո, որովհետեւ թշնամին հասկանում է, որ ինքը անհամարժեք կորուստներ կարող է կրել։ Ահա. Ես մի քանի օրինակ բերեմ, ինձ թվում է ունկնդիրներին այդ օրինակները կհետաքրքրեն, որովհետեւ մենք հասկանանք, որ այն ինչ որ մենք խոսում ենք, ոչ թե վերացական տիրույթից է, հա, այդպես երազների, հա, այլ իրական պատմական ոնց որ բաներ են, հա, հույն պարսկական պատերազմին չարադառնանք, վերջի ժամանակաշրջանի մասին խոսեմ։ Վերջի ժամանակաշրջանի հետաքրքրագույն բաներից մեկը, այդ իմաստով օրինակներից մեկը 1941 թվականին Հիտլերյան Գերմանիան 40-ի վերջ, 41-ի սկիզբ, նպատակ ուներ ներխուժել Շվեյցարիայի համադաշնության տարածք։ Ինչի, որովհետև նրանից հետո երբ որ նրանք Ֆրանսիան գրավեցին, Շվեյցարիան ոնց որ հայտնվել էր իրանց ազդեցության տիրույթում ամեն կողմից վերևից գերմանացիներն են, Ներքևից իտալացիներ, այո, ֆաշիստական իտալիաներ, եւ Շվեյցարիան շրջափակված էր այդ դաշնակից պետություններով։ Եվ Շվեյցարիան փոքր պետություն էր, բնականաբար չուներ այդ ուժերը եւ այլն, բայց այդ ամեն ինչը զարմանալի կերպով վերջացավ, ոչ թե ռազմական ներխուժմամբ, թեև Գերմանիան 30 դիվիզիա էր կուտակել Շվեյցարիայի սահմանին եւ ներխուժում էր պատրաստում։ Ինչի տեղի չունեցավ ներխուժում, որովհետեւ մի կողմից Շվեյցարիան կարողացավ իր ամբողջ բնակչությունը մոբիլիզացնել, իսկ գերմանացիները գիտեն, որ շվեյցարացիների հետ կռվելը հեշտ բան չի։ Շվեյցարացիները ամբողջ միջնադարյան պատմության մեջ եղել են Եվրոպայի լավագույն կռվողները։ Վարձկան գվարդիաներն էին իրանք։ Եվ բացի դրանից Շվեյցարիան լեռնային երկիր էր, որի տարածքը համատարած ծածկված էր բունկերների ցանցով, ստորգետնյա թունելներով, ճանապարհներով։ Լավ համեմատություն է հիմա մտածել այդ մասին։ Իհարկե։ Եվ գերմանացիները հասկանում էին, որ այդ մի փոքր Շվեյցարիան գրավելու համար իրենք կարող են մարտի դաշտում կես միլիոն մարդ թողեն։ Եվ իրանց հարց էին տալի. արժի Շվեյցարիան, որ իր համար մենք կես միլիոն մարդ կոտորենք։ Մեր լավագույն դիվիզիաները։ Այդ մեկ։ Երկրորդը, որը շատ կարևոր էր, գերմանացիները նաև հասկացան հետևյալը. Շվեյցարիան ի վերջո իրանց թշնամին չի, չեզոք երկիր է, նա մաս չի իրանց համար թշնամի համարվող բանի, հա, ալյանսին։ Եվ շվեյցարացիները ասցին, ինչի համար եք ուզում գրավեք մեր տարածքը, եթե մեր տարածքը կարող է չեզոք մնա, եւ դու դա կօգտագործեք։ Ի վերջո ձեր թշնամիների հետ հարաբերվելու ֆինանսական հոսքերի այլ խնդիրներ լուծելու համար։ Գերմանացիները, Հիտլերյան Գերմանիան, համադրելով այդ բոլոր գործոնները, որոշեց, որ ավելավ այդ 30 դիվիզիան տեղափոխի արևելք սովետական միության վրա հարձակման համար, հսկայական սովետական միության իր հսկայական հարստություններով քողակաստը մի հատ լեռնային Շվեյցարիայի վրա օգտագործի։ Շատ հետաքրքիր, արդյունքում Շվեյցարիան չօկուպացվեց, հա, եւ այդ ամբողջ պատերազմի կրակները իր շուրջը ամենուրեք վառվում էին, ամենուրեք ավերածություններ կործանում էր եւ այլն, իրանք մնացին դրանից ոնց որ բան, հա։ Շատ լավ։ Այդիկ ջան, հիմա շատ լավ օրինակ բերեցիր։ Շվեյցարիան չգրավվեց նրա համար, որովհետև մոբիլիզացվել էր, որովհետև իր տարածքը, իր աշխարհագրական առանձնահատկությունները լավ կազմակերպում Եվ իր օգտագործում էր մեկ, եւ իր բնակչությունը, այո, դրան էլ հեսա կանդրադառնանք, եւ երկրորդ տնտեսապես հետաքրքիր էր բոլորի համար։ Այո։ Եվ ձեռնտու չէր Շվեյցարիային վնաս տալը, որ այդ տնտեսական հետաքրքրությունը չկորչեր։ Այսինքն զսպման այդ news բաղադրիչը, տնտեսական բաղադրիչի մասին։ Հիմա մենք էլ հասկանանք, էլի, օրինակ Հայաստանում ինչ կարա անի Հայաստանը տնտեսական առումով։
որ հետաքրքիր լինի տարբեր երկրների համար, տարբեր ուժեղ երկրների համար, որ դրա զորու Հայաստանի վրա հարձակումը, Հայաստանը գրավելը ձեռնտու չլինի այլ երկրներին, որ ի վերջո մենք կարողանանք այդ տրամաբանությունից դուրս գալ, էլի մի դաշնակցից կախված լինելու տրամաբանությունից դուրս գալ։ Պարզա որ մենք ասում ենք, հա, որ ասենք տնտեսությունը պետք է զարգացնենք, ինչ որ ապրիորի, ինչ որ այսպես ընդհանրական վերացական հասկացություններով չպետք է դա ասենք, այսինքն չենք ասելու, հա, էլի չենք ասելու, օրինակ, չգիտեմ, դնենք հագուստի արտադրություն, տեքստիլ արտադրենք, որտեղ ասենք Թուրքիան մեզնից առավելություններ ունի եւ մենք այդտեղ իմաստ չկա մտնելու։ Մենք ունենք արդյոք ոլորտներ արտադրություն զարգացնելու եւ դրանով կամ ծառայությունների ոլորտներ, որով որ մենք կարող ենք զարգացնել շարունակաբար, դրա վրա կրթական ռեսուրս դնենք, դրա վրա գիտական ռեսուրս դնենք, զարգացնենք ու դրանով ոնց որ ասած ապահովենք մեր տնտեսական ոնց որ բարձիկը, մեր անվտանգության տնտեսական բարձիկը։ Ես կարծում եմ այստեղ էլի մենք գալիս ենք տեխնոլոգիաներին, կիբերծառայություններին։ Ես իմ կարծիքը ասեմ, գուցե թերիա եւ գուցե մի քիչ ավելի լուրջ է պետք է հետազոտել, բայց ինձ թվում է Հայաստանը ունի երկու ոլորտ, որոնք գլոբալ հետաքրքրություն կարող են ներկայացնել։ Գլոբալ հետաքրքրություն եւ որտեղ, ասենք, իսկապես շահերի կարելի է ճիշտ համադրումներ կառուցել։ Մի ոլորտը դա բարձր տեխնոլոգիական ոլորտն է, որը պետք է շարունակաբար զարգացնել եւ դա նշանակում է նաեւ, որ պետությունը ապագայում այդ ոլորտի մեջ պետք է շատ թիրախային, նպատակային ներդրումներ կատարել, ընդ որում այդ ներդրումները շատ տեղերից են, տարբեր ձև են։ Ներդրումներ կատարել նրանում, որ քո կրթական համակարգը շարունակաբար որակյալ մասնագետներ պատրաստի։ Ներդրումներ կատարել գիտության մեջ, որպեսզի քո գիտական միտքը պարբերաբար նոր հնարավորություններ ստեղծի այդ ոլորտում աշխատող ընկերությունների համար։ Ներդրումներ կատարել ենթակառուցվածքների մեջ, ժամանակակից, հա, կապուղիների մեջ, արբանյակային կապի մեջ, կյանքի ենթակառուցվածքի մեջ, որպեսզի ինքը գրավիչ լինի մարդկանց համար, նաև որ աշխարհից ուրիշ մարդիկ գան այստեղ աշխատեն։ Ներդրումներ կատարել օրինակ ռազմարտությունաբերության մեջ, որտեղ դա միշտ խթանա տեխնոլոգիաների զարգացման։ Այս բոլորը մի բանն է, որի մեջ պետք է շատ լուրջ կենտրոնացված, համակարգված գործել։ Երկրորդ ոլորտը, որ ինձ թվում է շատ կարևոր է, եւ մենք դա տեսնում ենք իրականում, դա այն է, որ Հայաստանը կարող է տրանզիտային հնարավորություններ ունի։ Եվ այս միջին միջանց կոչեցյալը Չինաստանի եւ Եվրոպայի միջև ի վերջո եթե անցնելու է հարավային Կովկասով, Հայաստանը այդ միջին միջանցքի մաս պետք է կազմի։ Պատահական չի, որ Թուրքիան եւ Ադրբեջանը փորձում են ըստ էության վասալացնել Հայաստանը, ինչի որտեղ այդ միջին միջանցքը դեպքում կլինի իրանցը։ Դու ուղղակի ֆիզիկական դեկորացիա կլինես այդ միջին միջանցքում։ Իսկ եթե քոնն է եւ հյուսիս-հարավը եւ արևելք-արևմուտքը եւ դրա տարբեր տեսակ խաչմերուկները, դու դրանից հսկայական ռեսուրսներ կարող ես խաղալ եւ ոչ միայն ֆինանսական ռեսուրսներ, այդ ռեսուրսները նաեւ կարեւոր կլինեն աշխարհական ռեսուրսներ։ Ուրեմն դու պետք է կարողանաս այդ միջանցքները պաշտպանես։ Պետք է կարողանաս պաշտպանես, ոչ թե տաս թշնամը։ Այո, այստեղ բայց ինչ է այսօր տեղի ունենում։ Փոխանակ օրինակ ասեն, շատ լավ, միջին միջանցք եւ Հայաստանը դրա որպես մի մաս, մենք ունենք մեր պետության տարածքում երկաթուղիներ, երկաթգծեր, որ մեր պետության գրեթե ամբողջ սահմաններով անցնում են։ Օրինակ ասենք Գյումրիից մինչև Երասխ եկող երկաթուղին։ Ինչու այդ երկաթուղին թողած, ենթադրենք, դա չի գործարկվելու եւ գործարկվելու է Կարսից Դիլուջիով, Նախիջևանով եկող երկաթուղին, որի մի փոքրիկ մասն է ընդհանրապես անցնելու Հայաստանի միջով եւ այդ տարածքն էլ ինչ որ մի արտոնյալ պայմաններով, ոչ համարժեք պայմաններով տրված է միջանցքային տրամաբանությամբ, այսինքն։ Կամ Ղազախից Իջևան մտնող գիծը մենք կարող ենք օրինակ ասել, որ եթե այդպես է, եթե մենք դիտարկում ենք ապաշրջափակման տրամաբանության մեջ, ապա եկեք այդ բոլոր երկաթգծերը աշխատացնենք, որից որ մենք կարող ենք օգուտ ստանալ։ Բայց մենք տեսնում ենք, որ մեր թշնամիները դա չեն ուզում բնականաբար եւ նրանց խնդիրն է պարզապես մեր տարածքի վրա ոդատեղ ունենալ, տարածքի վրա դա բնական է։ Դες ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության տարածքը որպես տրանզիտային միջանցքների հնարավոր ոնց որ տարբերակներ գրավիչ է շատ։ Այո, տարբերակ կարա լինի, երբ որ միջանցքը սկսում է Ղազախից, մտնում է Իջևանով, այնտեղից Դիլիջանով, Վանաձորով, Գյումրիով գնում է Կարս։ Այնտեղ մի փոքր հատված կա, 20 կիլոմետրանոց հատված կա, Ֆիոլետովոյից Վանաձոր, որը կարելի է կառուցել եւ որը տեխնիկապես լրիվ հնարավոր է, որովհետեւ տեղանքը դա թույլ է տալիս, հա, այդ եւ այդ դեպքում դու կարող ես ունենալ Թուրքիան եւ Ադրբեջանը կապող երկաթուղի,
որը դու ես վերահսկում։ Նույն կերպ, օրինակ, Կարսից կարա Գյումրիով մտնի, գա Երասխով, հետո Նախիջևանի տարածքով մեղրով գնա Ադրբեջան, եւ այդ դեպքում տարածքից գալի մասը մենք ենք վերահսկում եւ այլն։ Որպեսզի դա տեղի ունենա, մենք պետք է կարողանանք այդ վերահսկողությունը ունենալ։ Հիմա դու կարող ես ունենալ այդ վերահսկողությունը այսօրվա պայմաններով, ոչ, որովհետեւ քո թշնամիները շատ ավելի ուժեղ են եւ իրենք են պարտադրում քեզ իրանց համար ձեռնտու միջազգային տրամաբանություն։ Բայց ով ասում որ այդպես էլ պետքա լինի։ Ով ասում, եթե դու կարողանաս իսկապես ուժեղանաս այդ բալանսը փոխես քո օգտին, կարաս ասես, գիտես ինչ, ուզում ես մեղրից օգտվես։ Ուրեմն եթե դու ուզում ես մեղրից օգտվես, դու պետք է գաս Կարսից Գյումրիով մտնես։ Այո։ Եվ ոչ թե այլ ձևի չի աշխատելու։ Եվ ընդհանրապես ասած բոլոր երկաթուղիները բոլորի համար պետքա բաց լինեն։ Ես էլ պետքա կարողանամ Երասխից իմ բեռները տեղափոխեմ Անխոչնդոտ, եթե անխոչնդոտ է, ուրեմն անխոչնդոտ։ Ախոչիջա ջուլֆայից էլ գնա Իրանի։ Կամ Իրան, մեղրել, հա, դե բարձա մեղրել։ Այսինքն, բայց դու որպեսի կարողանաս ունենաս այդ խոսակցությունը Թուրքիայի եւ Ադրբեջանի, դու սկզբից պետք է իրաց այդ ուժային բալանսը վերականգնես։ Ասես ուզում ես օգտվես իմ ճանապարհից։ Հաճույքով, բայց ես էլ պետք է օգտվեմ նույն պայմաններով քո ճանապարհից։ Հիմա տես չի։ Հիմա գիտեք որ այս ինչ որ բերված է, դրված է սեղանի ներկայացման որպես հաջողություն, ոչ մի հաջողություն չի, բացարձակ ասիմետրիկ մեր տարածքայով միջանցքայնացնելու բանատրամաբանությունը։ Ես տնտեսական մի խոսքով բաղադրիչը կարողացանք այսպես ներկայացնել նորմալ, նաև բայց ռազմական բաղադրիչի մասին էլ արի մի փոքր խոսենք, զսպման ռազմական բաղադրիչ։ Եկեք նորից հիշենք, որ զսպում այն էր, երբ որ դու ունենում ես այն քանակի եւ այն որակի զենք, որի գործադրումից, որը թշնամիտ գիտակցում է, որ դու իրեն կպատժես դրանով, ոչ թե ինքը չի կարողանա քո պաշտպանական սահմանները հաղթարի, քո պաշտպանական բնագիծը հաղթարի, այլ որ դու իրեն կպատժես։ Հիմա մենք այդ առումով Պատժես նշանակում է անհամաչափ մեծ կորուստներ կորուստներ կհասցնես, այո, այդ դա զսպումն է։ Ռազմական առումով արի մի փոքր էլ դրա մասին խոսենք, դրա հնարավորությունները, մենք ինչ հնարավորություն ունենք դա անել։ Հիմա տես ընդհանուր տրամաբանությունը հասկանանք եւ դրա համար եւս դիմենք ոչ շատ հեռու պատմության։ Անցյալ տարի մենք ականատես եղանք Իսրայելի եւ Իրանի միջև 12 օրյա պատերազմը։ Եվ այդ պատերազմը հետաքրքիր ինչ-որ իմաստով անսովոր պատերազմ էր, ինչի որովհետև ինքը ճուներ իր մեջ ցամաքային գործողություններ։ Ոչ Իսրայելի զորքերն են հատել Իրանի սահմանը, ոչ էլ ընդհակառակը։ Այդ ամբողջ պատերազմը եղել է օդային պատերազմ իրարից 2000 կիլոմետր հեռավորության վրա, այդքան էլ հերթական չի։ Մի կողմից դա իսրայելյան ավիացիան էր, այլ որոշակի դաշնային ավիացիայի աջակցությամբ, որը փորձում էր խոցել Իրանի տարածքում եղած կարևոր օբյեկտները եւ իմիջայից նաեւ Իրանի ներսում ունեցած իր հետախուզական ցանցի միջոցով էր փորձում այդ կարևոր օբյեկտները չեզոքացնել։ Մյուս կողմից Իրանն էր, որը փորձում էր իր հրթիռային ռեսուրսներով եւ նաեւ Իսրայելի տարածքում ունեցած իր հետախուզական միջոցներով անել պրակտիկեն աբսոլյուտ նույնը Իսրայելում։ Այսինքն խնդիրը մեծ տեխնոլոգիական տարբերությունն էր։ Ռազմավարական տրամաբանությունը շատ նման էր։ Անդրոմ ավելացնեմ, որ եւ Իսրայելը եւ Իրանը հասկանում էին, որ այդ միջոցներով հնարավոր չի ֆունդամենտալ շարքից հանել դիմացի պետությունը։ Հնարավոր չէ, որովհետեւ բավարար չի ուղղակի այդ միջոցը, որովհետեւ մանավանդ Իրանի դեպքում, որը հսկայական տարածք ունի, հա։ Ուրեմն ինչ խնդիր էին լուծում դրանցից յուրաքանչյուրը։ Դրանցից յուրաքանչյուրը քաղաքական փոփոխության խնդիր էին լուծում։ Իրանը փորձում էր հասցնել Իսրայելի կառավարության ճգնաժամի, որտեղ պետք է հիշել, որ Կնեսետում Իսրայելի գործող կառավարությունը ընդամենը մի ձայնի առավելությամբ իր կոալիցիան ձևավորել, այդ կոալիցիան փխրունա կարող փլվի։ Եվ նույն կերպ Իսրայելը փորձում էր հասնել Իրանում իշխանության փոփոխության, իհարկե շատ ավելի բարդ մեխանիզմով, որովհետև գիտեք, Իրանում հիբրիդ իշխանություն է, կանտրովի իշխանություն եւ կա թեոկրատական իշխանություն, խնդիրը թեոկրատական իշխանությունը տապալելն էր։ Տարօրինակ բան տեղի ունեցավ, ոչ մեկի իր նպատակին չհասավ։ Ինչի որտեղ ուժերի հավասարակշռություն կար։ Պարզվեց այս երկուսի միջև կա ուժերի հավասարակշռություն, ավելին ասեմ։ Ի վերջո գործի մեջ ներքաշվեցին ՆԱՏՕ-ի տարբեր ուժեր, Միացյալ Նահանգները, որ ռմբակոծեց Իրանը, բայց նաև ֆրանսիացիները, անգլիացիները, որոնք նաև Իսրայելի պաշտպանությունն էին իրականացնում օդային եւ այլն, եւ փաստորեն ստացվեց, որ իրանք ինչ որ իմաստով օգնեցին Իսրայելին այդ հավասարակշռությունը փայլու, այլապես կարող է արդյունքը մի քիչ նույնիսկ պրոիրանական լիներ, բայց այդ ուժերի հավասարակշռությունը այդ պահին բերեց նրան, որ ոչ մեկ իր խնդիրը լուծեց, ոչ մյուսը։ Իսրայելում կառավարությունը մնաց, Իրանում իշխանությունը մնաց, ամեն մեկը ստացավ որոշակի կորուստներ, դրանով պատերազմը 12 օրում ավարտվեց։ Հիմա հետևություն
Այդ էր ռազմավարական զսպումը։ Իրանցից ոչ մեկը մյուսի տարած չի մտել։ Յուրաքանչյուրը փորձել է դիմացի կողմին հասցնել ասիմետրիկ անհամաչափ վնասներ, մեկը ռմբակոծել է նրա ատոմային օբյեկտները, մյուսը ռմբակոծել է նրա հետազոտական հիմնական հաստատությունները, չէ, որ ամեն ինչ համատարած չէր։ Թիրախային ամենակարևոր օբյեկտներն են ոչնչացվում, որպեսզի ամեն մեկը կարողանա մյուսին պարտադրել, այսպես ասած, իր տեսակետը։ Երկուսի մոտ էլ չի ստացվել։ Հիմա ունենք որոշակի զինադադար։ Իդեպ համոզված եմ, որ զինադադարը տեսանելի ապագայում կխախվի, որովհետև յուրաքանչյուրը նորից փորձել շարունակում, որովհետև հիբրիդային պատերազմը շարունակվում է, հիբրիդային պատերազմը նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև է շարունակվում, այսինքն Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա է շարունակվում։ Այո։ Այն ինչ որ օրինակ ասենք ուզում են մեր եկեղեցին քանդել, դա հենց հիբրիդային պատերազմի կարևոր մասերից մեկն է։ Այն ինչ որ հասարակության շրջանում պառակտում են մտցնում արցախցի, հայաստանցի եւ այլ ասենք հիմունքներով, դա պետք է հասկանալ, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև մի քիչ տարբեր սիտուացիա է, որովհետև Հայաստանի դեպքում հիբրիդային պատերազմի մասնակից է նաև Հայաստանի իշխանությունը ընդդեմ Հայաստանի ժողովրդի։ Այո, ընդդեմ Հայաստանի։ Դա շատ կարևոր է բանալ։ Այն ինչ որ բոլոր ոլորտներում ասենք պառակտումը գնում, ասենք քաղաքական ինչ որ հայացքներով մարդը մահանում անգամ քաղաքական նրան դիմախոսները ուրախանում են, ցնծում են եւ Facebook-ում ասենք գրառումներ են կատարում, ցնցալից գրառումներ են կատարում։ Սա հենց այն ոլորտն է, որ զսպման հասարակական բաղադրիչն է այստեղ ցախողվում եւ սրա վրա էլ պետք է եւս ուշադրություն դարձնենք ու համապարփակ անվտանգության մեր մեխանիզմի մեջ հասարակական այս բաղադրիչը եւս շատ կարեւոր է։ Ոչ մի կերպ ռազմականին չի զիջում, ոչ մի կերպ տնտեսականին կամ դիվանագիտականին չի զիջում, որպեսզի մենք կարողանանք դա ընդհանրապես ասած մեր հայացակարգի մեջ, հայրենի հայացակարգի մեջ հասարակության համախմբումը երկրի անվտանգության հիմնահարցերի շուրջը առաջի կարևորագույն կետն է, որովհետև եթե չկա հասարակական համախմբում եւ միասնական գիտակցություն սեփական երկրի անվտանգությունը ապահովելու, սեփական երկիրը պաշտպանելու, ինչքան ուզում ես զենք կուտակի, ինչքան ուզում ես բանակ ունեցի, ինչքան ուզում ես թուր ճոճի, այդ ամեն ինչը կարա փլվի։ Ամենամեծ բանակներն էլ շատ հաճախ, փլվել են ավելի փոքր ուժի առաջ, որը եղել է ավելի կազմակերպված, ավելի նպատակասլաց, ավելի անվախ եւ այլն։ Մենք այսօր խոսում ենք, չէ՞, օրինակ Ֆրանսիայի եւ Գերմանիայի դիմակայությունից։ Ռուսիան 1871 թվականին, երբ որ հաղթեց Ֆրանսիան 3 անգամ մեծ էր Պրուսիայից։ 3 անգամ մեծ, բայց Պրուսիան կարողացավ շատ ավելի հստակ իր ժողովրդին բացատրել ինչի համար է պետք է պատերազմը, մոբիլիզացիա իրականացնել, բանակը պատրաստել ու հաղթել Ֆրանսիային, որը ասենք 3 անգամ ավելի մեծ ռեսուրսներ ուներ։ Եվ արդյունքում ինչպես Պրուսիան դառավ 3 անգամ մեծ, որտեղ մնացած գերմանական փոքր պետություններին համախմբեց իր հեղինակության տակ, հա, իր ենթակայության տակ։ Եվ արի եւս մի կետի էլ անդրադառնանք, իհարկե սրանով մենք չենք սպառում համապարփակ անվտանգության հայացքը, կվերադառնանք սպառում եւ մենք նորից կվերադառնանք, բայց մի կարևոր կետի էլ արի անդրադառնանք, հենց բուն բանակի համալրման կետին անդրադառնանք, այսինքն հիմա կարծես խորհրդային ժամանակների տրամաբանությամբ է շարունակվում բանակի համալրման գործընթացը, չէ՞, իր այդ ամբողջ համակարգը, զինկոմիսարիատը, զորակոչը գնում են, բոլորը ստանդարտ նույն դիրքի վրա կանգնում են, նույն գործողությունն անում են, հա։ Այստեղ պետք է մի փոքր հասկանանք ինչն է փոխվելու։ Համապարփակ ասելով, երբ որ ասում ենք, որ համապարփակ անվտանգությունն է նա, երբ որ պետությունը մասնավորը եւ հասարակական սեկտորները իրար հետ սինխրոնացված փոխկապակցված են աշխատում, համապարփակ անվտանգությունն է նա, որ յուրաքանչյուր քաղաքացին ինքը մասնիկն է այդ անվտանգության ապահովման։ Դրա արտացոլումը հենց բանակային կյանքի, բանակային process-ի վրա, էդ էլ արի հասկանանք ոնց է դա տեղի ունենալու, ոնց ենք մենք այդ համալրումը անելու, որ թվով քիչ լինելով հանդերձ, բայց կարողանանք փոխհատուցել հակառակորդի շատ թվաքանակը, որովհետև հա իսկապես մենք շատ կենտրոնացանք տեխնոլոգիական ոլորտի վրա շեշտը դնելու, բայց իհարկե մարդկային գործոնը շատ կարևոր է եւ ես էլ պետք է հասկանանք, թե ոնց ենք ճիշտ կազմակերպել։ Հիմա տես, նայ, աշխարհում մի միասնական պատասխան գոյություն չունի։ Մենք օրինակ ունենք Միացյալ Նահանգները, որը 100%-անոց պայմանագրային զինծառայողներով համալրվող բանակ է մի կողմից, եւ ունենք մյուս կողմից Իսրայելը, որը
պրակտիկոն նորից 100%-ով ժամկետային ծառայություն է, որում 3 տարի ժամկետով, հա։ Եվ ունենք դրա արանքում բազմաթիվ տարբեր լուծումներ, խառը համակարգեր տարբեր, երկրներ, որտեղ ժամկետային ծառայությունը 6 ամիս է, հիմնական խնդիրը մարտական պատրաստությունն է, եւ ոչ թե մարտական ծառայությունը, եւ մնացածը մարտական ծառայությունը արդեն պայմանագրային զինծառայողներն են իրականացնում, այսինքն բազմաթիվ երկրներ, որտեղ ժամկետային ծառայությունը կարճ ավելի 1 տարի է, 1.5 տարի է, միասնական պատասխան գոյություն չունի, եւ պետք է ըստ էության ելնել նրանից, թե քո երկիրը ինչ ռեսուրսներ ունի, ինչ խնդիր է լուծում եւ այլն։ Այստեղ պետք է հասկանալ հետեւյալը. կա ընդհանուր օրինաչափություն, ինչքան երկիրը ավելի մեծ է, այնքան զինված ուժերը ավելի փոքր տոկոս են կազմում իր բնակչության կազմը։ Դրա պարզ համեմատությունը հետեւյալն է. Միացյալ Նահանգներում, օրինակ, զինված ուժերը բնակչության 0.5%-ն են, Հայաստանի Հանրապետությունում 1.5%-ն են, այսինքն հարաբերական իմաստով Հայաստանում 1000 մարդուն գրում է 3 անգամ ավելի շատ զինծառայող, եւ դա բնական է, որովհետեւ պետությունների բանակները բնակչությանը զուգընթաց չեն աճում, այլ ավելի դանդաղ, հա։ Չինաստանում ավելի փոքր տոկոս է միջալուց, Չինաստանում 0.5%-ից ներքև է, կարծեմ, եթե չեմ սխալվում, 0.2-ից 0.3%։ Զինծառայողների թիվը բնակչության ընդհանուր թվի մեջ, հա։ Հիմա կոնկրետ Հայաստանի դեպքում պետք է հասկանանք հետեւյալը. ինչ ուզում ես արա, ինչ ուզում ես արա։ Մոտավորապես 1.5-ից 2% բնակչության լինելու են բանակում, հա, որտեղ մենք փոքր երկիր ենք, եւ եթե մենք ունենք Ադրբեջան, որը ունի մեզանից 3 անգամ ավելի շատ բնակչություն, եւ որպես այդպեսին հնարավորություն ունի մեզանից 3 անգամ ավելի շատ զինված ուժեր ունենալ, ուրեմն դու առնվազն գոնե պետք է այդ այսպես ասած պարիզետը կարողանաս պահպանել։ Իհարկե Ադրբեջանը հիմա մեզանից չունի 3 անգամ ավելի մեծ զինված ուժեր, մոտ 2 անգամ ավելի մեծ է։ Բայց դու պետք է կարողանաս ունենալ 45-50 հազարանոց մշտական բանակ։ Հիմա ինչպես ես դու դա ապահովում։ Մեր ամեն զորակոչը հիմա մոտավորապես 5-ից 6000 ժամկետային զինծառայողա զորակոչ։ Հիմա մենք մինչև այս բան ունեցել ենք տրամաբանություն, որ 4 զորակոչում ենք իրար հետևից, հա, այսինքն ամեն ժամկետային զինծառայող ծառայում է 2 տարի։ 2 տարվա ընթացքում 4 զորակոչ է լինում, որը նշանակում է, որ բանակի թվակազմի մոտավորապես կեսը հիմա ապահովում է ժամկետային զինծառայողով, հա։ Հիմա նորմալ է դա, թե աննորմալ է։ Կախված է նայից, թե դու քո ժամկետային զինծառայողին ինչպես ես վերաբերվում։ Եթե դու քո ժամկետային զինծառայողին վերաբերվում ես որպես թանկարժեք կարևոր ռեսուրս, թանկարժեք կարևոր արժեքավոր ռեսուրս, դա նորմալ է, բայց այդ դեպքում դու ինչ ես անում։ Դու իր համար նորմալ ծառայության պայմաններ ես ապահովում։ Դու սկսում ես մտածել նրա մասին, որ յուրաքանչյուր զինծառայողի օգտագործած ոչ թե նույնաբար, այլ իր կարողություններից, իր գիտելիքներից ելնելով։ Սա, ասենք, ավելի բարձր կրթական ցենզ ունի, իրան տուր խնդիրներ, որոնք ավելի բարձր կրթական պատրաստություն են պահանջում։ Ինքը թող աշխատի հոպում, ինքը թող աշխատի, ենթադրենք, հրետանու կառավարման մեջ, ինքը թող աշխատի ռադիոէլեկտրոնային պայքարի, ռադիոէլեկտրոնային պայքարի եւ այլն, այսինքն ավելի բարձր տեխնոլոգիական ոլորտներում։ Երրորդը, որը շատ կարևոր է, հատուկ ուզում եմ նշեմ։ Մեր երկիրը անընդհատ բախվում է բանակից վերադարձող երիտասարդների արտագաղթի խնդրին։ Ինչու՞ որտեղ իրանք բանակից վերադառնում են առանց գիտելիք եւ առանց ֆինանսական ռեսուրսներ։ 2 տարվա մեջ էլ ինչ որ առումով հետ են ընկնում, այո, տնտեսության ընդհանուր բանից։ Ես ռիթմից անկեղծորեն կարծում եմ, եւ դա նաեւ նշված է մեր ծրագրի մեջ, որ ժամկետային զինծառայողները առաջինը պետք է անպայման վարձատրվեն, եւ երկրորդը նրանք վերադառնալուց հետո պետք է ստանան կրթական արտոնություններ, որը նրանց հնարավորություն է տալիս արագ որոշակի կարողություններ եւ հմտություններ ձեռք բերել, որը նրանց դարձնում է ավելի պահանջարկված քաղաքացիական աշխատանքի շուկայում։ Ի հավելումն երրորդը, որը շատ կարևոր է, նրանք մարտական ծառայության ընթացքում եւս որոշակի քաղաքացիական ոլորտում պահանջարկված գիտելիքներ պետք է ձեռք բերեն։ Օրինակ հնարավորություն ունենան լեզուների կրթություն ստանան, հա, հավելյալ մի լեզու գոնե սովորեն, հաշվապահություն սովորեն, առավելան նվազագույն ֆինանսական գիտելիքներ ունենան, հա, որոնք ավելի կարող են ծրագրավորում սովորեն, դրոնների կառավարում սովորեն, որոնք քաղաքացիական կյանքում էլ նրանք կարող են հետո քաղաքացիական գիտելիքներ ձեռք բերեն։ Հիմա եթե ժամկետային ծառայողին մենք վերաբերվենք այդպես որպես արժեքավոր ռեսուրս, որը ոչ միայն այդ 2 տարվա ընթացքում ծառայում է երկիրն է պաշտպանում, բայց դրանից հետո պետք է վերադառնա ու արդեն երկիրը պաշտպանի գտնվելով տնտեսության մեջ ոչ թե բանակում,
Դա լրիվ այլ պատկեր է։ Կներես այն որ մի հատ վատ ասացված կա, եւ ասում է солдат спит, служба идет։ Այդ վատ մտածողությունը պետքա չլինի, էլի։ Մեր մոտ նես չի որ զինվորը քնած է, որովհետև քանի որ իրանց քանակը չի բավարարում, իրանք ընդհակառակը բոլորը գտնվում են գերլարված վիճակում, հա, մանավանդ նրանք ովքեր դիրքերում են գտնվում։ Բայց նորից եմ ասում, դիրքից իջար, այդ ժամանակը, որը դու ծախսում ես զորամասում, ծախսիր կրթության վրա, համակարգչային գիտելիքների, լեզուների, հաշվապահության, ծրագրավորման լեզուների, այն ամեն ինչ, ինչ որ քեզ ավելի կառավարչական բաների գիտելիքների, այն ամեն ինչ, ինչ որ քեզ ավելի պահանջարկված է դարձնում աշխատանքի շուկայում, եւ դա պետության ուղղակի պարտավորությունն է։ Հիմա այդ մեկ։ Երկրորդը ժամկետային ներողություն, պայմանագրային ծառայության մասին մտածենք։ Նախ ես կարծում եմ, որ պայմանագրային ծառայությունը պետք է ուղղակիորեն բխի ժամկետային ծառայությունից։ Այսինքն լավագույն ժամկետային ծառայողներին պետք է տալ լրացուցիչ ստիմուլներ, որպեսզի իրանք մնան։ Հիմա այդ համակարգը կա։ Այդ համակարգը ներդրվել է, եթե չեմ սխալվում, 17 թվականից սկսած, այս ընթացքում որոշակի քանակությամբ ժամկետային ծառայողները նախընտրում են մնալ բանակում։ Ամեն ինչ պետք է անել, որպեսզի իրանք եւս իրանք պահանջարկված կան, որպեսզի իրանք հասկանան, որ եթե իրանք մնում են եւ օրինակ բանակում ծառայում են 5 տարվա պայմանագրերով, այդ 5 տարվա պայմանագիրը իրանք կյանքից կորած ժամանակ չի, ընդհակառակը իրանք դրա դիմաց ձեռք են բերում եւ նորմալ վարձատրություն եւ պատիվ հարգանք հասարակության մեջ եւ գիտելիքներ, որը իրանք հնարավորություն տալիս նրանից հետո երբ որ արդեն պայմանագրային ծառայությունը վերջանում, իրանք լինեն պահանջարկված այդ հասարակության մեջ, պահանջարկված աշխատանքի շուկայում եւ ընդհանուր պահանջարկված ոչ թե նեղ ինչ որ մի հատ սեգմենտում, որ ասենք կարող են պահնորդային ծառայությունում աշխատել կամ տաքսի քշել։ Ինչպես է սորա որ ցավալիորեն, այլ ավելի ընդարձակ, որտեղ իրանք գիտելիքներ է պետք տալ։ Դա Միացյալ Նահանգների օրինակ ծառայության կազմակերպման սկզբունքն է։ Դու անպայման բանակում էթոսն այնպեսին է, հա, որ ցանկացած զինծառայող ստանում է գիտելիքներ եւ կարողություններ, որ իրեն հնարավորություն է տալիս զորացրվելուց հետո քաղաքացիական կյանքում, այո, շատ պահանջարկված լինել։ Պահանջարկված իր կարողությունով, կառավարչական կարողություններով, ենթադրենք, հա, ստրեսած դիմակայունությամբ, ֆիզիկական կարողություններով պահանջարկված են։ Եվ երրորդ կարևոր հանգամանքն էլ արի անդրադառնանք այս համալրման հետ կապված արդիականացված ու ակտիվ պահեստազորի հանգամանքը, որ այդ ուղղակի ասենք ծառայեցին, գնացին տուն եւ ամեն ինչ մոռացան եւ ոչ մի պարտականություն չունեն, թե պետությունը պետք է ինչ-որ գրավիչ բաներ առաջարկի, ինչ-որ հետաքրքիր առաջարկություններ տա, որ պահեստազորը, մարդիկ ովքեր որ ծառայել են ժամկետային զինծառայությունից հետո քաղաքացիական կյանքով են ապրում, իրենք եւս ինչ-որ ռիթմի բանի մեջ լինեն, ֆորմայի մեջ լինեն։ Հիմա նայեք, երկու բան ասեմ այդ կապակցությամբ։ Առաջին հետաքրքիր է, որ մեր պաշտպանության նախարարության մշտական գործընկերներից մեկը արդեն երկար տարիներ Միացյալ Նահանգների Կանզաս նահանգի ազգային գվարդիան է։ Ինչ ազգային գվարդիան։ Այդ հենց քո ասած ակտիվ պայստազորն է, այսինքն այդ են մարդիկ են, որոնք թե բանակային ծառայության մեջ չեն, այլ խաղաղ մասնագիտություններ ունեն, տնտեսության մեջ են աշխատում եւ այլն, բայց իրանք այսպես ասած առաջի ռեզերվն են բանակի։ Իրանք մշտապես մարտունակ են, քանի որ պարբերաբար անցնում են ռազմամարզական հավաքներ, իրանք գիտելիքներն են արդիականացվում, իրանք գիտեն, որ զորամասն են կցագրած, ով է իրանք հրամանատար այնտեղ, ինչ մարտական խնդիրներ է այդ զորամասը սովորաբար կատարում եւ այլն։ Եվ ըստ անհրաժեշտության իրաց շատ արագ մոբիլիզացնում են, միանգամից բերում են այն զորամասը, որի հետ իրանք պայմանագիր ունեն, եւ եթե կան խնդիրներ, որոնք արագ արձագանք են պահանջում եւ պետք է զինված ուժերի թվականակը արագ մեծացնել, այդ մարդիկ այնտեղ են։ Հիմա երկրորդ դրա մասը դեռ Հայաստանում էլ տես մարդիկ կան։ Մենք գիտենք բազմաթիվ մարդիկ, որոնք ասենք պայմանագրային զինծառայողներ չեն, բայց դիրքերում են հիմա։ Կարճաժամկետ պայմանագրերով բարձրանում են, դիրքեր են պահում եւ այլն։ Այս ամեն ինչը պետք է ֆորմալիզացնել, համակարգային սարքել, այդ մարդկանց կարգավիճակը հավասարացնել զինծառայողներին, որովհետեւ հասկանում եք, չէ՞ որ ասենք, երբ որ իրանք դիրքերում են եւ այլն, իրանց հետ կարող է տեղի ունենալ նույնը, ինչ որ կարող է տեղի ունենալ, իրանք կարող են վիրավորվել, իրանք կարող են զոհվել եւ այլն։ Այսինքն այդ մարդկանց իրավունքները պետք է հավասարացնել զինծառայողների իրավունքներին եւ պետությունը իրանց պետք է մեկ վարձատրի, երկրորդ պատրաստի, երրորդ իրանք անպայման պետք է կցագրված լինեն կոնկրետ զորամասերի կոնկրետ պայմանագրերով։ Իրանց պարտականությունները ներդաշնակված լինեն, իրանց պարտականությունները պետք է հստակ սահմանված լինեն։ Իրանց իրավունքները որպես զինծառայողների հատուկ տեսակի պետք է հստակ սահմանված լինեն։ Մենք կարծում ենք, որ մեր ակտիվ պայստազորը առնվազն պետք է ունենա կրկնակի թվականակ
մեր զինված ուժերի, այսինքն եթե զինված ուժերը պայմանական են մոտ 50,000 մարդ են, ակտիվ պայստազորը պետք է լինի մոտ 100,000 մարդ, եւ դա իրատեսական է։ Մեր ժողովրդի մեջ կա այդ հատվածը, այդ տղամարդ տղեն, որ պատրաստ է զենքը վերցնի բարձրանա դիրքերը։ Ուրեմն այդ ամեն ինչը պետք է ֆորմալիզացնել։ Մենք նույնիսկ օրենսդրական բազան էլ ունենք այդ ամեն ինչի, ստեղծված օրենսդրական բազան, բայց չի օգտագործվում։ Ու դա նաև ուղեկցել համապատասխան կրթական միջոցառումներով, քարոզչական միջոցառումներով, որ հենց այդպիսի մարդ է, այդպիսի տղամարդ ասենք հասարակության մեջ հարգանք վայելի եւ նա որ ինչ-որ շուստրություններով փորձում է այդ ամեն ինչը շրջանցել, նա Անդակարակը դառնա մեղմացած հարգանքի ոչ արժանի, այո, պարսավելի մարդ։ Մենք իհարկե շատ կետերից կարող ենք խոսել, բայց այսօրվա մեր զրույցը արի ամփոփենք, Ավետիք ջան, ես շատ շնորհակալ եմ բավական այդպես մանրամասն բացատրելու համար համապարփակ անվտանգության հայեցակարգը, որովհետև սա մեր հիմնական ասելիքներից մեկն է։ Սա մեր հիմնական քաղաքական առաջարկներից մեկն է մեր հասարակությանը, որ ոչ թե պետք է ընտրել անճարության կամ ստի միջև, այլ պետք է ընտրել ճշմարտությունը, որը որ դժվար է, որին որ կարելի է հասնել, բայց դժվարությամբ կարելի է հասնել, բայց մենք պատկերացնում ենք այդ ամեն ինչը, մենք պատկերացնում ենք այդ դժվարությունները հաղթահարելու ձևերը, եւ մենք ի վերջո դա ենք առաջարկում։ Եվ ողջ նշեցնեմ, որ նրանք ովքեր դժվարությունը հաղթահարել են, իսկապես շատ մեծ փոխհատուցում է ստացել։ Դրա դիմաց եւ այդ փոխհատուցումը հենց խաղաղությունն է, կայուն երաշխավորված, բարգավաճումը, հարգանքը, պատիվը ամբողջ աշխարհի երջանկությունն է։ Այո։ Սրանով ամփոփենք, շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ մենակ։